Մենք ապրում ենք գալակտիկայի հանգիստ թաղամասերում։ Դա փրկել է մեզ։ Հենց այս պահին, երբ դուք դիտում եք այս նյութը, ձեր մարմնի յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մոլեկուլ, յուրաքանչյուր բջիջ գոյություն ունի միայն այն պատճառով, որ մեր արեգակային համակարգը գտնվում է ծիր ճանապարհի ամենաանվտանգ անկյունում։ Եթե մենք լինեինք ընդամենը 20,000 լույսի տարով ավելի մոտ կենտրոնին, այս վայրկյանին դուք չէիք գոյանար։ Ձեր ծնողները չէին գոյանա։ Դինոզավրները երբեք չէին ի հայտ գալիս։ Նույնիսկ ամենաբնիկ բակտերիաները երբեք չէին զարգանա մեր մոլորակի մակերևույթին։ Բայց ինչու է մեր տեղը տիեզերքում այդքան կրիտիկական։ Ինչ է դարձնում մեր գալակտիկական համակարգը այդքան բացառիկ, եւ ինչպես մենք այդքան բախտավոր եղանք, որ հայտնվեցինք հենց այստեղ։ Պատկերացրեք, որ ամբողջ ծիր ճանապարհը սերմված է մեկ քաղաքի քարտեզի վրա։ Կենտրոնում գտնվում է ամենավտանգավոր թաղամասը, լի գերհզոր ճառագայթներով, գերհսկա սև խոռոչով եւ անվերահսկելի քաոսով։ Այնտեղ աստղերը այնքան խիտ են, որ նրանք կարող են միմյանց հետ բախվել ամեն մի քանի միլիոն տարին մեկ։ Սուպերնովանի պայթյունները հաճախ են եւ ավերիչ։ Գամմա ճառագայթման ալիքները սրբում են ամեն ինչ ողջ լույսի տարիների շառավղով։ Մահացու վայր ցանկացած կյանքի համար։ Բայց մենք այնտեղ չենք։ Մենք ապրում ենք այնտեղը, որը աստղագետները անվանում են գալակտիկական հանգիստ գոտի։ Մեր հասցեն տիեզերքում կարող է փրկել մեզ ոչնչացումից։ Երբ հանրահայտ աստղաֆիզիկոս Ֆրենկ Դրեյքը 2001-ում ներկայացրեց իր հետազոտությունը Սանտա Կրուզի կալիֆոռնիական համալսարանում, նա բացահայտեց մի բան անսպասելի։ Նա ուսումնասիրում էր ծիր ճանապարհի շուրջը կյանքի հնարավոր գոտիները։ Տվյալները ցույց տվեցին, որ գալակտիկայի ծավալի միայն 7%-ը պատշաճ է կենսաբանական զարգացման համար։ Մնացած 17%-ը կամ չափազանց վտանգավոր է ճառագայթունների պատճառով, կամ չափազանց աղքատ է ծանր տարրերով, որոնք անհրաժեշտ են մոլորակների եւ կյանքի համար։ Մեր արեգակը գտնվում է հենց այդ բախտավոր 7%-ում։ Ոչ թե պատահականորեն, այլ քիչ թե շատ իդեալական հեռավորության վրա բոլոր կրիտիկական գոտիներից։ Ինչպես մենք այդքան բախտավոր եղանք, կամ թերևս բախտը այստեղ որևէ դեր չունի։ Գիտեք ինչ կլիներ, եթե մեր արեգակը ծնված լիներ գալակտիկայի կենտրոնից 10,000 լույսի տարի հեռավորության վրա, փոխարեն ներկայիս 35,000-ի։ Նախ եւ առաջ մենք կլինեինք գերհսկա սև խոռոչի Sagittarius A աստղանունով, այնքան մոտ, որ դրա գրավիտացիոն ազդեցությունը կխախտեր մեր մոլորակների ուղեծրերը։ Երկիրը կարող էր դուրս ընկնել բնակեցվող գոտիից, որտեղ հեղուկ ջուրը հնարավոր է։ Գրավիտացիոն տատանումներն անընդհատ կփոխեին մեր եղանակը, դարձնելով կյանքի կայուն զարգացումը անհնարին։ Բայց սա միայն սկիզբն է։ Ճառագայթման մակարդակները կենտրոնական տարածքներում հազարավոր անգամ ավելի բարձր են, քան մեր շրջակայքում։ Աստղագետներ Դոնալդ Բրաունլիի եւ Փիթեր Վորթի հետազոտական թիմը Վաշինգտոնի համալսարանից 2003-ում հրապարակեց ուսումնասիրություն, որը վերլուծում էր գալակտիկական բնակեցվող գոտիները։ Նրանք ուսումնասիրեցին տարբեր տեսակի աստղերի շուրջ կյանքի հավանականությունները, կախված դրանց տեղից գալակտիկայում։ Արդյունքները շոկային էին։ Կենտրոնական 10,000 լույսի տարին գրեթե ամբողջությամբ անբնակեցվող է սուպերնովաների, գամմա պայթյունների եւ սև խոռոչի ընկերային աստղերի պատճառով։ Արտաքին եզրերում 40,000 լույսի տարուց հեռու շատ քիչ ծանր տարրեր կան մոլորակների կառուցման համար։ Միայն նեղ օղակ, որտեղ մենք ենք, համատեղում է անվտանգությունը եւ ռեսուրսների առատությունը։ Մեր տեղը գալակտիկական Goldilocks գոտին է, որտեղ ամեն ինչ ճիշտ է։ Բայց թվում է, պարզապես հեռավոր լինելը կենտրոնից բավարար չէ։ Կարևոր է նաեւ, թե որտեղ ենք մենք գտնվում պարույրաձև ճոճի վերաբերյալ։ Ծիր ճանապարհը չի պտտվում որպես պինդ սկավառակ։ Նա ունի 4 հիմնական պարույրաձև ճյուղեր, որոնք պտտվում են տարբեր արագություններով։ Մենք գտնվում ենք Հովանես Օրիոնի ճյուղում, որը իրականում փոքր ճյուղ է երկու մեծ ճյուղերի միջև՝ Sagittarius-ի եւ Perseus-ի։ Ինչ է այդքան հատուկ այստեղում։ Պատասխանը կրկին անվտանգությունն է։ Հիմնական պարույրաձև ճյուղերը գալակտիկայի ամենաակտիվ եւ վտանգավոր տարածքներն են։ Այնտեղ ձևավորվում են նոր աստղեր, էներգիայի հսկա մոլորակներ են պայթում որպես սուպերնովաներ, ապագա սև խոռոչներ ընկնում են։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք քաղաքի կենտրոնում, հենց շինարարական տարածքում։ Շուրջ բոլորը ամբողջ ժամանակ կշռմշռում է, պայթում է, փոշի եւ աղմուկ անընդհատ։
Այդպիսին են պարույրաձև ճյուղերի կենտրոնները։ Նոր ծնված աստղեր, ուժեղ արևային քամիներ, սուպերնովաների հաճախակի պայթյուններ։ Աստղագետ Չարլզ Լայնվիվերը Միչիգանի համալսարանից 2006-ում հաշվարկեց, որ մեծ պարույրաձև ճյուղերում սուպերնովաների հաճախականությունը 6 անգամ ավելի բարձր է, քան ճյուղերի միջև։ Մեկ սուպերնովան կարող է վտանգավոր ճառագայթումներ արձակել մինչև 40 լույսի տարի հեռավորության վրա։ Եթե նման պայթյուն տեղի ունենար մեր մոտակայքում, դա կարող էր ոչնչացնել Երկրի օզոնային շերտը ընդամենը մի քանի օրում։ Ու դա նշանակում է անմիջական կորուստ բոլոր բարդ կյանքի ձևերի համար։ Հիմա հարցը՝ ինչ է փրկում մեզ։ Մեր արեգակային համակարգը գտնվում է միջճյուղային տարածությունում։ Այստեղ աստղերը ավելի հին են, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն հասուն, ավելի հանգիստ, ավելի կայուն։ Աստղաձևավորման տոկոսը շատ ավելի ցածր է։ Կան միայն որ վերջին 40 միլիարդ տարում մենք երբեք չենք հատել հիմնական պարույրաձև ճյուղերի խիտ կենտրոնները։ Մեր ուղեծիրն այնպիսին է, որ մենք մնում ենք հիմնականում միջճյուղային տարածությունում։ Երբ մոտենում ենք պարույրաձև ճյուղին, մենք անցնում ենք դրա արտաքին եզրերով, որտեղ աստղերի խտությունը վրա էլ ավելի ցածր է և արագ անցնում ենք հետ անվտանգ գոտի։ Սա նման է ավտոմոբիլի վարորդի, որը չի մտնում քաղաքի ամենափոփոխ կենտրոն, այլ շրջանցում է այն արտաքին ճանապարհներով։ Գիտեք, թե ինչու է սա այդքան հազվագյուտ։ Համակարգչային մոդելավորումները ցույց են տալիս, որ ծիր ճանապարհում աստղերի մեծ մասը, շուրջ 30%-ը, ունեն ուղեծրեր, որոնք հաճախ հատում են պարույրաձև ճյուղերի վտանգավոր տարածքները։ Այդ աստղերի շուրջ պտտվող մոլորակները ենթարկվում են պարբերական ճառագայթման պայթյունների, սուպերնովաների մոտիկությամբ, գրավիտացիոն խաթարումների։ Կյանքը այդտեղ, եթե երբևէ ծագի, կունենա շատ դժվար պայմաններ։ Մեր նման հանգիստ ուղեծիրը ունեն միայն 10% աստղերից։ Մենք բախտավոր փոքրամասնություն ենք գալակտիկական մասշտաբներում։ Պատահականություն, թե ինչ-որ խորը օրինաչափություն, որը մենք դեռ չենք հասկանում։ Բայց թվարկը չի սահմանափակվում միայն մեր տեղով գալակտիկայում և մեր ուղեծիրով։ Կարևոր է նաև մեր տեղական շրջակա միջավայրը, աստղերի խտությունը մեր անմիջական մոտակայքում։ Սա երրորդ գործոնն է, որը դարձնում է մեր գոյության վայրը բացառիկ։ Աստղերը գալակտիկայում բաշխված են հավասարաչափ։ Կան շատ խիտ ուրբազներ, օրինակ գլոբուլար կլաստերները, որտեղ 10 լույսի տարի խորանարդային տարածության մեջ կարող է լինել 100,000 աստղ։ Այնտեղ աստղերը միմյանց այնքան մոտ են, որ գիշերվա երկինքը կլուսավորվեր 100 լիալուսներով միաժամանակ։ Հրաշալի տեսարան, բայց կենսոչնչացնող միջավայր։ Գրավիտացիոն փոխազդեցությունները այնքան ուժեղ են, որ մոլորակների ուղեծրերը կլինեին արմատապես անկայուն։ Իսկ մենք ապրում ենք այն, ինչ աստղագետները անվանում են լոկալ բարակ։ Մեր արեգակից ավելի մոտ 10 լույսի տարի հեռավորության վրա կան միայն 17 հայտնի աստղային համակարգեր։ Սա շատ քիչ է գալակտիկական մասշտաբներով։ Մեր ամենամոտ հարևանը, Պրոքսիմա Կենտավրիը, գտնվում է 4,26 լույսի տարի հեռավորության վրա։ Միջնորդ տարածությունը գրեթե դատարկ է։ Այս մեկուսացումը փրկում է մեզ բազմաթիվ վտանգներից։ Եթե մեկ այլ աստղ անցներ մեր համակարգից 1 լույսի տարի հեռավորության վրա, դրա գրավիտացիան կարող էր խախտել Օրբուլուտի,
հսկա սառույցե օբյեկտների ամպի, որը շրջապատում է արեգակային համակարգը հեռուց։ Այս խախտումը կարող էր շարական կատարել կոմետների դեպի ներքին համակարգը, ստեղծելով զանգվածային բախման իրադարձություններ։ 2015-ին պալեոնտոլոգ Մայքլ Ռամփինոն Նյու Յորքի համալսարանից հետազոտեց կապը աստղային մոտեցումների և Երկրի զանգվածային ոչնչացումների միջև վերջին 500 միլիոն տարում։ Նա գտավ հետաքրքիր կորելյացիա։ Որոշ ոչնչացումներ համընկնում են ժամանակահատվածների հետ, երբ արեգակը անցնում էր գալակտիկական հարթության միջով, որտեղ աստղերի խտությունը ավելի բարձր է։ Մենք այժմ գտնվում ենք գալակտիկական հարթության հարաբերական հանգստավայրում, վեր դրա հիմնական հարթությունից շուրջ 50 լույսի տարի։ Սա նաև նվազեցնում է հանդիպումների հավանականությունը վտանգավոր աստղային օբյեկտների հետ։ Բայց արդյոք այս բոլոր բախտավոր հանգամանքները պարզապես պատահական են։ Կարևոր է հասկանալ, որ բախտավորությունը տիեզերքում հաճախ ունի ավելի խորը բացատրություն։ Աստրոբիոլոգ Գուիլերմո Գոնզալեսը և աստղաֆիզիկոս Դոնալդ Յորքը Ելդյորքը 2001-ում առաջարկեցին գալակտիկական բնակեցվող գոտու հայեցակարգը։ Նրանց աշխատանքը հիմնված է աստղաֆիզիկայի վրա։ Հետազոտությունները ցույց տվեցին, ծոր կյանքի ծագման և զարգացման համար պահանջվում է ոչ միայն մոլորակի մակերևույթին հեղուկ ջուրը, այլև գալակտիկական մակարդակով անվտանգություն։ Այս անվտանգությունը ներառում է ճիշտ հեռավորությունը կենտրոնից, ճիշտ ուղեծիրը պարույրաձև ճյուղերի նկատմամբ և ճիշտ աստղային խտությունը։ Նրանց հաշվարկները ցույց տվեցին, որ միայն մեկ աստղ 100-ից գալակտիկայում բավարարում է բոլոր այս չափանիշները։ Բայց հարցը դեռ մնում է. ինչու մենք հայտնվեցինք հենց այստեղ։ Կան երկու հիմնական տեսություններ։ Առաջինը անթրոպիկ սկզբունքն է։ Մենք գտնվում ենք այստեղ, որովհետև միայն այդտեղ մենք կարող էինք գոյանալ։ 100 միլիարդավոր աստղերի և անհամար մոլորակների միջից կյանքը զարգացավ այնտեղ, որտեղ պայմանները թույլ տվին։ Եթե մենք ծնվել էինք գալակտիկայի ավելի վտանգավոր տարածքում, մենք պարզապես չէինք գոյանալու այս հարցը տալու համար։ Սա պարզ, բայց խորը հայեցակարգ է։ Երկրորդ տեսությունը ավելի հետաքրքիր է։ Հնարավոր է, որ գոյություն ունեն ինչ-որ ոչ պատահական մեխանիզմներ, որոնք նպաստում են կյանքի ծագման անվտանգ գոտիներում։ 2019 պատահին քիմիագետ Ջեյմս Կաստինգը Փենսիլվանիայի պետական համալսարանից առաջարկեց կենսական սկզբնաղբյուրների հետքը հայեցակարգը։ Նա պնդում էր, որ աստղաձևավորման և ծանր տարրերի բաշխման պրոցեսները գալակտիկայում կարող են ստեղծել նախապատվություն որոշակի տեղերում, ավելի հարմար կյանքի համար։ Օրինակ, Օրիոնի ճյուղի աստղերը ձևավորվել են ավելի հին աստղային ծնունդների բուրգերից, որտեղ ժողովվել էր բավարար քանակությամբ ծանր տարրեր՝ ածխածին, թթվածին, երկաթ, սիլիցիում։ Միևնույն ժամանակ, այս տարածքը չափազանց հեռու էր ինտենսիվ աստղաձևավորման նոր ալիքներից, որոնք բերում են սուպերնովաներ և ճառագայթման հեղեղներ։ Կարելի է ասել, որ Օրիոնի ճյուղը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում ստեղծեց իդեալական պայմաններ մեր արեգակի ձևավորման համար։ Պատկերացրեք ժամանակի սեղմում։ Ենթադրենք, որ ամբողջ ծիր ճանապարհի պատմությունը սեղմված է մեկ տարվա մեջ։ Նոր տարին սկսվում է մեր գալակտիկայի ծնունդից 12 միլիարդ տարի առաջ։ Հունվարի առաջին օրերին ձևավորվում են առաջին աստղերը, բայց նրանք մաքուր են, բաղկացած միայն ջրածնից և հելիումից։ Ծանր տարրերը դեռ չկան։ Այդ աստղերը մեռնում են սուպերնովաների պայթյուններով, ազատելով ածխածին, թթվածին, երկաթ տիեզերք։ Մարտի կեսերին գալակտիկան արդեն բավականաչափ հարստացել է ծանր տարրերով, բայց տվյալ բերդից սուպերնովաների հաճախականությունը դեռ չափազանց բարձր է, կյանքի համար վտանգավոր։ Սեպտեմբերի սկզբին մոտավորապես 8 միլիարդ տարի գալակտիկայի կյանքից պայմանները դառնում են ճիշտ։ Մեր արեգակը ձևավորվում է սեպտեմբերի 14-ին։ Երկիրը մի քանի օր անց։ Այժմ մենք գտնվում ենք դեկտեմբերի 26-ին։ Մեր գոյության ողջ պատմությունը 200,000 տարի, մոտավորապես վերջին 12 ժամն է։ Արդյունաբերական հեղափոխությունը տեղի է ունեցել վերջին 1 րոպեն։ Այս տարում, այս ամսում, այս օրում մենք վերջապես սկսում ենք հասկանալ, թե որքան բախտավոր է մեր տեղը տիեզերքում։ Բայց կա մի հարց, որ մեզ պետք է անհանգստացնի։ Արդյոք այս բախտավորությունը կշարունակվի։ Արդյոք մեր հանգիստ գոտին կմնա հանգիստ առաջիկա միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն տարում։ Կամ թերևս հենց այժմ որևէ տեղ մեր գալակտիկայում հասունանում է սուպերնովա, որը մի օր կպայթի և կուղարկի մահացու ճառագայթներ դեպի մեր կողմը։ Գալակտիկայի դինամիկան անկանխատեսելի է երկարաժամկետ մասշտաբներով։ Աստղագետներ Ջո Լիսկայի գլխավորությամբ Տեխասի համալսարանից
2019 պատահին կատարեցին վիճակագրական վերլուծություն աստղային ուղեծրերի և սուպերնովաների ռիսկի վերաբերյալ։ Նրանց հետազոտությունները բացահայտեցին, որ այս պահին մեր համակարգից 200 լույսի տարի շառավղում չկա ոչ մի աստղ, որը կարող է դառնալ սուպերնովա առաջիկա 10 միլիոն տարում։ Սա հանգստացնող լուր է, բայց մենք պետք է հասկանանք, որ գալակտիկական ժամանակի մասշտաբներով 10 միլիոն տարի շատ կարճ ժամանակահատված է։ Ինչ կլինի 100 միլիոն տարում, մենք չգիտենք։ Մեկ այլ անհանգստություն աստղային մոտեցումներն են։ Գլենիս 1 անունով աստղը 12 լույսի տարի հեռավորության վրա շարժվում է դեպի արեգակային համակարգը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մոտավորապես 1 միլիոն 300 հազար տարում այն կանցնի արեգակից ընդամենը 1 լույսի տարի հեռավորության վրա։ Այն չափազանց փոքր է և մթին, սա կարմիր թզուկ աստղ է։ Մեր արեգակից 200 անգամ ավելի մթին, բայց նրա գրավիտացիոն ազդեցությունը կարող է խաթարել օրտի ամպը, ուղարկելով 100 հազարավոր կոմետներ դեպի ներքին համակարգը։ Արդյոք սա կվտանգի մեզ։ Հավանականության տեսության տեսակետից այո, բայց ճնշող մեծամասնությունը այդ կոմետներից բախումակների էֆեկտին չի հանգեցնի Երկրի հետ։ Համակարգը շատ ավելի մեծ է, քան մենք երևակայում ենք։ Հիմա, երբ հասկացանք մեր տեղը տիեզերքի հանգիստ անկյունում, հարցը դառնում է. դուք կարծում եք, որ այս առանձնահատկությունը մեզ հատուկ է, թե տիեզերքում կան միլիարդավոր նման հանգիստ անկյուններ, որոնցում զարգանում են իրենց սեփական կյանքի ձևերը։ Եվ եթե այդպես է, արդյոք դրանցից ոմանք արդեն հասել են մակարդակի, որը մենք անվանում ենք բանականություն։ Արդյոք նրանք նույնպես գտնվում են իրենց գալակտիկայի հանգիստ գոտիներում, դիտում են առեզրաքամակային երկինքը և հարցնում նույն հարցը։ Մեզ համար ամենակարևորը այն է, որ մենք պետք է գնահատենք մեր տեղը։ Մենք ապրում ենք հազվագյուտ, գրեթե իդեալական տեղում մեր գալակտիկայի ժամանակագրական և ժամանակային պատշաճ պահին։ Բավականաչափ ծանր տարրեր կազմելու համար, բայց ոչ չափազանց շատ ճառագայթման։ Բավականաչափ հեռու վտանգավոր տարածքներից, բայց ոչ այնքան հեռու, որ լինենք ռեսուրսներից աղքատ։ Հանգիստ ուղեծիր, որը խուսափում է պարույրաձև ճյուղերի խտությունից։ Աստղային մեկուսացում, որը պաշտպանում է մեզ գրավիտացիոն խախտումներից։ Բոլոր այս պայմանները միասին ստեղծում են անվանել կարելի է գալակտիկական օազիս։ Հազվագյուտ տեղ, որտեղ կյանքն ունի հնարավորություն ծաղկել և զարգանալ բարդությամբ։ Բայց մի բան է կարևոր հիշել. մեր բախտավորությունը ժամանակավոր է։ Ծիր։ Ճանապարհն ինքնին դինամիկ համակարգ է, որը մշտապես փոխվում է։ Աստղերը ծնվում, մահանում, պտտվում են իրենց ուղեծրերով։ Մոտ 3 միլիարդ տարում մեր գալակտիկան բախվելու է մեր մոտակա հարևան Անդրոմեդա գալակտիկայի հետ։ Այս բախումը կփոխի ամեն ինչ։ Պարույրաձև ճյուղերը կխաթարվեն, աստղային խտությունը կփոխվի, նոր աստղային ձևավորման հսկայական ալիքներ կգործեն։ Մեր հանգիստ գոտին կարող է դուրս գալ։ Բայց տարվա տարիք առաջ լոկըշ թվում է դա անընդունելի մեծ ժամանակահատված է։ Մինչ այդ մենք ունենք շատ ավելի ակնթարայինի միլիոնավոր տարի, շարունակելու զարգանալ, սովորել, ուսումնասիրել մեր տիեզերքը։ Դա նշանակում է, որ մեր պատասխանատվությունը հսկայական է։ Մենք ստացել ենք գալակտիկական լատարյայի հիմնական մրցանակը, կյանքի համար իդեալական տեղը։ Բայց այս մրցանակը չի երաշխավորում մեզ անվերջ գոյություն։ Երկիրը, մեր գալակտիկական օազիսը, խոցելի է մեր սեփական գործողություններից։ Կլիմայական փոփոխություն, միջուկային զենք, կենսաբազմազանության կորուստ, բնական ռեսուրսների սպառում։ Տիեզերքը տվել է մեզ անհավատալի բախտավորություն գտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Մենք պետք է ապահովենք, որ այս բախտավորությունը չի վատնվի մեր անկարողության վերահսկել մեզ։ Վերադառնանք մի պահ մեր սկզբնական հարցին. ինչու է մեր տեղը տիեզերքում այդքան կարևոր։ Որովհետև այն սահմանում է, թե արդյոք մենք կարող ենք գոյանալ, թե ոչ։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, չափազանց խոցելի է։ Պահանջում է նեղ ջերմաստիճանային շրջանակ, կայուն աստղային ճառագայթում, պաշտպանված մթնոլորտ, մագնիսական դաշտ, ջուր, ածխածին և այլն։ Բայց այս ամենը անօգուտ է, եթե ձեր մոլորակը պատահաբար գտնվում է գալակտիկայի սխալ տեղում։ Հնարավոր է ունենալ կատարյալ մոլորակ և հրաշալի աստղ, բայց եթե դուք գտնվում եք գալակտիկական կենտրոնի 3000 լույսի տարի հեռավորության վրա, սուպերնովան կմաքրի ձեր օզոնային շերտը շրջանը մի քանի տասնամյակում։
Կա մի կոնցեպտ աստղագիտության մեջ, որը կոչվում է կենսաբանական կանչափորոշիչներ։ Սա ցուցակ է բոլոր այն պայմանների, որոնք պահանջվում են կյանքի զարգացման համար։ Տարվա ընթացքում այս ցուցակը շարունակ երկարացել է, քանի որ մենք բացահայտել ենք նոր ու նոր սուբտիլ գործոններ, որոնք ազդում են կյանքի վրա։ Երկրի ձևը, դրա պտույտի թեքությունը, լուսինը և դրա կայունացնող ազդեցությունը երկրի առանցքի վրա։ Յուպիտերի պաշտպանիչ դերը որպես ագրեգատ, կոմետների և աստերոիդների և այսպես շարունակ։ Յուրաքանչյուր նոր գործոնով հավանականությունը, որ պատահական մոլորակը կունենա բոլոր այս պայմանները, նվազում է։ Եվ հիմա մենք պետք է ավելացնենք ցուցակ այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ճիշտ գալակտիկական տեղը, ճիշտ ուղեծիրը, ճիշտ աստղային խտությունը։ Ահա թե ինչու աստրոբիոլոգները ավելի ու ավելի հակված են մտածելու, որ բարդ, բանական կյանքը կարող է լինել ավելի հազվագյուտ, քան մենք ենթադրում էինք։ Ֆերմի պարադոքսը։ Եթե տիեզերքը լի է աստղերով և մոլորակներով, ուրեմն ուր են բոլորը։ Բոլորը ձեռք է բերում նոր կողմ։ Հնարավոր է, որ այն պատճառը, որ մենք չենք լսում այլ կյանքի մասին, պարզապես այն է, որ գալակտիկական հանգիստ գոտիները շատ ավելի հազվագյուտ են, քան մենք կարծում էինք։ Հնարավոր է, որ բնությունը դրել է բազմաթիվ պայմաններ, որոնք բոլորը պետք է բավարարված լինեն միաժամանակ կյանքի համար։ Եվ այդ պատճառով տիեզերքը, թեև անհամար մեծ, լի է ավելի շատ դատարկ տարածությամբ, քան բնակեցված աշխարհներով։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ապահովենք, որ մեր մտածողությունը չի սահմանափակվում գերազանց անթրոպակենտրոն տեսակետով։ Կյանքը, որը մենք ճանաչում ենք, հիմնված է երկրի պայմանների վրա, բայց տիեզերքը կարող է ունենալ ավելի բազմազան լուծումներ, քան մենք երևակայում ենք։ Հնարավոր է, որ կան տեսակներ կյանք, որոնք կարող են տոկալ ավելի ինտենսիվ ճառագայթման կամ ապրել գալակտիկական կենտրոնի ծայրահեղ պայմաններում։ Հնարավոր է, որ մեր հանգիստ գոտին կատարյալ է մեր տեսակի կյանքի համար, բայց այլ ձևերի կյանք ապրում են բոլորուր այլ տեղերում, որտեղ մենք չենք սպասելու։ Սա բացում է լրացուցիչ հարցեր։ Ինչ կլիներ, եթե մենք չենք որոնում ճիշտ տեսակի կյանքը։ Ինչ կլիներ, եթե կան հսկայական, իրենց մասին չգիտակցող կենսաբանական համակարգեր, որոնք ձգվում են միջաստղային միջավայրում կամ պարույրաձև ճյուղերի էներգիան օգտագործում են իբրև սնունդ։ Բայց հիմա եկեք վերադառնանք մեզ, մարդկությանը։ Մենք գտնվում ենք պատմության աննախադեպ պահին։ Առաջին անգամ մեր գոյության ողջ պատմության ընթացքում մենք սկսում ենք հասկանալ մեր իրական տեղը տիեզերքի մեծության մեջ։ Մենք սկսում ենք տեսնել, որ մեր գոյությունը հիմնված է անհավատալի բախտավոր պատահությունների շղթայի վրա։ Ճիշտ տեղը, ճիշտ ժամանակը, ճիշտ պայմանները։ Բայց հիմա, երբ մենք գիտենք սա, մենք ունենք նոր պատասխանատվություն։ Մենք պետք է ապահովենք, որ այս շղթան չի կոտրվի մեր սեփական ձեռքերով։ Մենք չենք կարող վերահսկել գալակտիկական պրոցեսները։ Մենք չենք կարող կանխել սուպերնովաները կամ փոխել մեր աստղերի ուղեծրերը, բայց մենք կարող ենք վերահսկել մեզ։ Եվ սա հանգեցնում է մեզ մի այլ կարևոր հարցի։ Եթե մեր տեղը այդքան բացառիկ է, արդյոք դա նշանակում է, որ մենք միակ ենք։ Արդյոք ամբողջ այս անհամար մեծ տիեզերքում 200 միլիարդ գալակտիկաներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է միջինը 200 միլիարդ աստղ, արդյոք միայն մենք ենք հասել գիտակցության այս մակարդակին։ Թվերը ասում են, որ դա համարյա անհավանական է, բայց դրանք նաև ասում են, որ հանգիստ գոտիները հազվագյուտ են։ Ուստի ո՞րն է ճշմարտությունը։ Հիմա, երբ հասկացանք մեր գալակտիկական համակարգի հատուկ բնույթը, եկեք ավելի խորանանք մեր անմիջական շրջակայքի մեջ։ Ինչպես է մեր արեգակային համակարգը փոխազդում իր տեղային միջավայրի հետ։ Այստեղ կա մեկ այլ հարց, որը հաճախ անտեսվում է։ Մենք խոսում ենք մեծ մասշտաբների մասին, հազարավոր լույսի տարիներ, միլիոնավոր տարիներ։ Բայց ինչ վերաբերում է ավելի փոքր, ավելի տեղային ազդեցություններին։ Ինչպես է մեր անմիջական աստղային հարևանությունը ազդում մեր վրա։ Մվրա։ Մեր արեգակից 10 լույսի տարի շառավղում կա 17 հայտնի աստղային համակարգ։ Սա թվում է շատ, բայց իրականում սա շատ քիչ է։ Համեմատության համար գլոբուլար կլաստերներում նույն տարածության մեջ կարող էր լինել 10,000-ից ավելի աստղ։ Մեր աստղային անապատը փաստորեն փրկություն է։ Յուրաքանչյուր այդ 17 հարևանից ամենամոտը, Պրոքսիմա Կենտավրին, գտնվում է 4,26 լույսի տարի հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ լույսը, որը այժմ մեզ հասնում է այդ աստղից, ուղարկվել է 4 տարի և 3 ամիս առաջ։
հսկայական հեռավորություն մարդկային մասշտաբներով։ Բայց աստղագետ Քորին Բայլերի Ջոնսը Հայդելբերգի Մաքս Պլանկի ինստիտուտից 2018-ում կատարեց հետաքրքիր վերլուծություն։ Նա օգտագործեց Գայա տիեզերական աստղադիտողության տվյալները ուսումնասիրելու աստղերի շարժումները մեր շրջակայքում։ Նրա հաշվարկները բացահայտեցին, որ վերջին 3 միլիոն տարում 86 աստղ անցել է Արեգակից 3 լույսի տարուց քիչ հեռավորության վրա։ Ավելին, 5 աստղ անցել են 1 լույսի տարվա հեռավորությունից։ Սա շատ ավելի մոտ է, քան այժմ մեր ամենամոտ հարևանը։ Այդ մոտեցումներից յուրաքանչյուրը ունեցել է պոտենցիալ ազդեցություն օրտի ամպի վրա։ Հնարավոր է ուղարկել կոմետներ դեպի ներքին համակարգը։ Փաստորեն մոտավորապես 700,000 տարի առաջ Շոլցի աստղը անցավ Արեգակից ընդամենը 0.6 լույսի տարի հեռավորության վրա։ Սա շատ մոտ էր։ Բայց ինչու մենք չենք տեսնում դրա կատաստրոֆիկ հետևանքները։ Պատասխանն այն է, որ Շոլցի աստղը շատ փոքր է։ Սա կարմիր թզուկ աստղ է, մեր Արեգակից մոտավորապես 12 անգամ քիչ զանգվածով։ Դրա գրավիտացիոն ազդեցությունը, թեև զգալի, չէր բավարար ստեղծելու զանգվածային կոմետային տողանց։ Հավանաբար մի քանի տասնյակ կամ 100 կոմետ խախտվեց իրենց ուղեծրերից։ Մեծ մասը երբեք չի մոտեցել ներքին համակարգին, եւ այն քիչերը, որոնք մոտեցան, այրվեցին Արեգակի մոտ կամ ընկան գազային հսկաների, Յուպիտերի եւ Սատուրնի մեջ։ Բայց սա ցույց է տալիս, որ նույնիսկ մեր հանգիստ գոտում գոյություն ունեն վտանգներ։ Մոտեցումները տեղի են ունենում, նրանք պարբերական են։ Հարցը միայն մեծությունն է եւ հաճախականությունը։ Աստղագետ Ուիլյամ Նյումանը Արիզոնայի համալսարանից 2019-ում հաշվարկեց, որ մեծ աստղային մոտեցում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ օրտի ամպի վրա, տեղի է ունենում միջինը ամեն 500,000 տարին մեկ։ Մեր գոտում, այլ տարածքներում, ավելի խիտ աստղային միջավայրերում, սա կարող է լինել ամեն 50,000 տարին, 10 անգամ ավելի հաճախ։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե ամեն 50,000 տարին մեկ ձեր մոլորակը ենթարկվեր զանգվածային կոմետային հարձակման։ Բարդ կյանքը գրեթե անհնար կլիներ զարգացնել։ Հիմա պատկերացրեք մի տարբեր սցենար։ Պատկերացրեք, որ մեր արեգակային համակարգը գտնվում էր պարույրաձև ճյուղի կենտրոնում, որտեղ աստղերը 5 անգամ ավելի խիտ են։ Այնտեղ մոտեցումները կարող էին լինել ոչ թե ամեն 500,000 տարին, այլ ամեն 100,000 տարին, կամ նույնիսկ ավելի հաճախ։ Գալակտիկական կենտրոնում, որտեղ աստղերը տասնապատիկ ավելի խիտ են, մոտեցումները կարող էին լինել ամեն 10,000 տարին մեկ։ Յուրաքանչյուր մոտեցում նշանակում է պոտենցիալ կոմետային տողանց, զանգվածային վերացումներ, կլիմայական փոփոխություններ։ Էվոլյուցիան պարզապես չէր ունենա բավարար ժամանակ վերականգնվելու եւ զարգացնելու բարդ ձևեր։ Այս ամենը ցույց է տալիս, որ հանգիստ գոտին չի նշանակում բացարձակ անվտանգություն։ Այն նշանակում է միայն նվազեցված ռիսկ։ Բնությունը երբեք չի խոստանում կատարյալ անվտանգություն, բայց այն, ինչ մեր գոտին տալիս է մեզ, դա բավարար ժամանակ եւ բավարար կայունություն է։ Ժամանակ կյանքի ծագման համար, կայունություն էվոլյուցիայի համար, հնարավորություն զարգացնելու բարդ օրգանիզմներ, նյարդային համակարգեր, գիտակցություն։ Մեր գոտին այն ընտրանքն է, որտեղ շանսերը ամենաբարձրն են։ Բայց հիմա եկեք խոսենք մի բանի մասին, որի մասին գիտնականները հազվադեպ են խոսում հանրության մոտ։ Կան բաներ, որոնք մենք դեռ չգիտենք, կան հարցեր, որոնց պատասխանները դեռ փնտրվում են, եւ կան տվյալներ, որոնք հակասում են մեկը մյուսին։ Օրինակ, որոշ աստղագետներ վիճարկում են գալակտիկական հանգիստ գոտու ամբողջ կոնցեպտը։ Նրանք պնդում են, որ մենք գերագնահատում ենք վտանգները կենտրոնական տարածքներում եւ թերագնահատում ենք վեմեր սեփական շրջանի ռիսկերը։ 2019 պատահին աստղաֆիզիկոս Էնդրյու Հոփկինսը Ջոնս Հոփկինսի համալսարանից հրապարակեց վիճահարույց հոդված։ Նա վերլուծեց սուպերնովաների հաճախականությունը տարբեր գալակտիկական տարածքներում, օգտագործելով սփիցերի տիեզերական հեռադիտակի տվյալները։ Նրա արդյունքները ցույց տվեցին, որ սուպերնովաների բաշխումը ավելի հավասարաչափ է, քան նախկինում կարծվում էր։ Այսինքն, նույնիսկ միջճյուղային տարածությունում սուպերնովաների ռիսկը կարող է լինել ավելի բարձր, քան մենք պատկերացնում էինք։ Եթե Հոփկինսը ճիշտ է, ապա մեր անվտանգությունը կարող է լինել ավելի նուրբ, քան մենք ենթադրում էինք։ Ավելին, կա մեկ այլ խնդիր։ Մենք չգիտենք, թե ինչպես է աշխատում օրտի ամպը։ Այո, մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Այո, մենք գիտենք, որ այն պարունակում է միլիարդավոր սառույցե օբյեկտներ, բայց մենք երբեք ուղղակիորեն չենք դիտել այն։ Դա չափազանց հեռու է, չափազանց մութ,
չափազանց ծրված։ Մեր ամբողջ գիտելիքը օրտի ամպի մասին հիմնված է անուղղակի ապացույցների վրա՝ կոմետների ուղեցրեր, մոդելավորումներ, տեսական հաշվարկներ։ Ինչ կլիներ, եթե մենք սխալվում ենք։ Ինչ կլիներ, եթե օրտի ամպը ավելի կայուն է կամ ավելի անկայուն, քան մենք կարծում ենք։ 2018-ում գիտնական Նաթան Քեյբը Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկական կենտրոնից փորձեց վերակառուցել օրտի ամպի պատմությունը վերջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում։ Նա օգտագործեց համակարգչային մոդելներ, սիմուլացնելու աստղային մոտեցումները, գրավիտացիոն խախտումները, կոմետային տողանցները։ Նրա արդյունքները ցույց տվեցին, որ օրտի ամպը ավելի դինամիկ է, քան նախկինում կարծվում էր։ Այն անընդհատ կորցնում է և վերականգնում է իր զանգվածի մի մասը։ Ամեն մի քանի 10 միլիոն տարին անցյալի գրավիտացիոն ալիքները կարող են ազատել շատ կոմետներ, բայց միևնույն ժամանակ նոր օբյեկտներ խլվում են անցնող աստղերից և միանում մեր ամպին։ Սա ապացույց է, որ արեգակային համակարգը ոչ թե մեկուսացված կղզի է, այլ դինամիկ համակարգ, որը փոխազդում է իր միջավայրի հետ։ Արդյոք այս ամենը նշանակում է, որ մենք պետք է ավելի քիչ լավատես լինենք մեր անվտանգության մասին։ Ոչ անպայման, բայց դա նշանակում է, որ մենք պետք է համեստ լինենք մեր գիտելիքի սահմանների վերաբերյալ։ Տիեզերքը բարդ է։ Ամեն անգամ, երբ մենք կարծում ենք, որ հասկացել ենք ինչ-որ բան, բնությունը մեզ ցույց է տալիս, որ իրականությունն ավելի նուրբ է։ Բայց սա չպետք է մեզ վախեցնի։ Սա պետք է մեզ ոգևորի, շարունակելու ուսումնասիրել, խնդրելու հարցեր, փնտրելու պատասխաններ։ Եվ սա բերում է մեզ հետագա կարևոր կետի։ Մեր գալակտիկական տեղը կարևոր է ոչ միայն մեր ներկայի համար, այլև մեր ապագայի համար։ Եթե մարդկությունը ցանկանում է ցետարածվել դեպի աստղերը, մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք մենք գտնվում և որտեղ կարող ենք գնալ։ Որ աստղերն են անվտանգ նպատակներ, որ տարածքները պետք է խուսափել։ Գալակտիկական քարտեզագրումը կդառնա կրիտիկական կարևորություն ունեցող ապագա միջաստղային ճամփորդությունների համար։ Պատկերացրեք, որ 1000 տարի ապագայում մարդկությունը ուղարկում է սերունդների նավեր դեպի հարևան աստղերը։ Այդ նավերը կպետք է ճամփորդեն հարյուրավոր կամ հազարավոր տարիներ։ Նրանք կանցնեն միջաստղային տարածության միջով, որտեղ վտանգները կարող են անսպասելի լինել։ Սուպերնովա մոտակայքում, գամմա ճառագայթման պայթյուն, վանդակային աստղ, որը դուրս ընկնում է իր ուղեծրից։ Յուրաքանչյուր այդ վտանգները պետք է հաշվի առնվեն երթուղին պլանավորելիս, և գալակտիկական քարտեզագրումը կտա մեզ այդ տեղեկությունները։ Աստղագետ Ֆրեդ Ադամսը Միչիգանի համալսարանից 2016-ում հրապարակեց ուսումնասիրություն անվտանգ միջաստղային երթուղիների մասին։ Նա վերլուծեց տարբեր աստղերի դեպի ուղիները, հաշվի առնելով սուպերնովաների ռիսկը, աստղային մոտեցումները, ճառագայթման դաշտերը։ Նրա արդյունքները ցույց տվեցին, որ ամենաանվտանգ երթուղիները ընդհանուր առմամբ մնում են միջճյուղային տարածությունում, բայց նույնիսկ այնտեղ կան ավելի անվտանգ և պակաս անվտանգ տարածքներ։ Օրինակ, երթուղիները, որոնք անցնում են մոտ երիտասարդ, կապույտ աստղերի, պետք է խուսափել։ Այդ աստղերը կարճ ապրում են և հաճախ պայթում են որպես սուպերնովաներ։ Ավելի լավ է ընտրել երթուղիներ, որոնք անցնում են միայն հին, կարմիր աստղերի մոտ։ Դրանք կայուն են և կարող են վստահելի ուղեցույցներ լինել։ Բայց եկեք հիմա խոսենք ավելի մեծ ժամանակային մասշտաբների մասին։ Մենք խոսեցինք հազարավոր և միլիոնավոր տարիների մասին։ Բայց ինչ կլինի միլիարդավոր տարիներում։ Արդյոք մեր հանգիստ գոտին կմնա հանգիստ անորոշ ապագայում։ Պատասխանը՝ ոչ։ Ծիր ճանապարհը, ինչպես բոլոր գալակտիկաները, էվոլյուցիա է ապրում։ Աստղերը ծնվում են, ապրում են, մահանում են։ Գազը և փոշին վերաբաշխվում են։ Պարույրաձև ճյուղերը փոխում են իրենց ձևը, և ամենակարևորը, մենք մոտենում ենք բախման։ Մոտավորապես 3 միլիարդ տարի անց Ծիր ճանապարհը և Անդրոմեդա գալակտիկան կսկսեն միաձուլվել։ Սա կլինի թատրոնական իրադարձություն գալակտիկական մասշտաբներով։ Երկու հսկա պարույրաձև գալակտիկաները, որոնք պարունակում են միասին մոտավորապես 1000 միլիարդ աստղ, կմտնեն միմյանց մեջ։ Նախ մի շփում, ապա մի լրիվ անցում։ Գրավիտացիան կզզվի պարույրաձև ճյուղերը, ստեղծելով նոր աստղաձևավորման բուրգեր։ Աստղերն ինքնին հազվադեպ կբախվեն, տարածությունը չափազանց մեծ է, բայց գազերը կբախվեն, կստեղծվեն ներկաշի ալիքներ, կծնվեն միլիոնավոր նոր աստղեր։ Աստղագետ Ջոն Դուբինսկին Տորոնտոյի համալսարանից 2012-ին ստեղծեց մանրամասն համակարգչային սիմուլյացիա այս բախման։ Նրա մոդելները ցույց տվեցին, որ առաջին շփումից հետո երկու գալակտիկաները կանցնեն միմյանց միջով,
ապա գրավիտացիան կհետ տանի նրանց։ Երկրորդ շփում կտեղի ունենա մոտավորապես 3 միլիարդ 500 միլիոն տարի անց, եւ ապա, վերջապես, մոտավորապես 4 միլիարդ տարի անց երկու գալակտիկաները կհամալուծվեն մեկ հսկա էլիպսոիդ գալակտիկայի մեջ։ Աստղագետները արդեն ունեն անուն դրա համար՝ Միլկոմեդա, ծիվ ճանապարհ գումարած Անդրոմեդա։ Բայց ինչ կլինի մեր արեգակային համակարգի հետ այս բախման ընթացքում։ Արդյոք մենք կմնանք մեր հանգիստ գոտում։ Արդյոք մենք կպահպանենք մեր անվտանգությունը։ Դուբինսկու սիմուլյացիաները ցույց են տալիս, որ մեծ մասամբ այո։ Մեր արեգակը, հաշվի առնելով իր ներկայիս տեղը եւ ուղեծիրը, հավանաբար կմնա հարաբերականորեն խաղաղ տարածքում, նույնիսկ բախման ընթացքում։ Կան շանսեր, որ մենք կուղարկվենք դեպի ավելի արտաքին կամ ավելի ներքին տարածքներ, բայց մեծ մասամբ մենք պետք է անցնենք անվտանգ։ Մարդկությունը, եթե դեռ գոյություն ունենա այդ ժամանակ, կտեսնի երկինքը լուսավորված միլիարդավոր նոր աստղերով։ Բայց սա բերում է հետաքրքիր փիլիսոփայական հարցի։ Եթե մարդկությունը դեռ գոյություն ունենա այդ ժամանակ, կտեսնի երկինքը լուսավորված միլիարդավոր նոր աստղերով։ Բայց սա բերում է հետաքրքիր փիլիսոփայական հարցի։ Եթե մարդկությունը դեռ գոյություն ունենա այդ ժամանակ, կտեսնի երկինքը լուսավորված միլիարդավոր նոր աստղերով։ Բայց սա բերում է հետաքրքիր փիլիսոփայական հարցի։ Եթե մարդկությունը դեռ գոյություն ունենա այդ ժամանակ, կտեսնի երկինքը լուսավորված միլիարդավոր նոր աստղերով։ Բայց սա բերում է հետաքրքիր փիլիսոփայական հարցի։ Եթե որ մենք կդառնանք թեղասեփիկական տեսակ, համակցելով կենսաբանական եւ տեխնոլոգիական տարրերը։ Մեր սերունդները կարող են տարածվել բազմաթիվ աստղային համակարգերի մեջ, յուրաքանչյուրը հարմարվելով իր տեղային միջավայրին։ Կարող են գոյություն ունենալ մարդկության հարյուրավոր տարբերակներ տարածված ողջ գալակտիկայում։ Եվ սա հետ մեզ բերում է սկզբնական հարցին. արդյոք մենք հատուկ ենք։ Արդյոք մեր տեղը բացառիկ է։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչպես եք դուք սահմանում հատուկ։ Եթե հատուկ նշանակում է եզակի, ապա հավանաբար ոչ։ Տիեզերքը այնքան մեծ է, որ անհավատալի է, որ մենք միակն ենք։ Հավանաբար կան միլիարդավոր այլ հանգիստ գոտիներ այլ գալակտիկաներում, որտեղ զարգացել են իրենց սեփական կյանքի ձևերը։ Բայց եթե հատուկ նշանակում է հազվագյուտ եւ թանկարժեք, ապա համակ, այո։ Մեր տեղը հազվագյուտ է, մեր պայմանները կատարյալ են, եւ մեր գոյությունը, թեև կարող է չլինել եզակի, անշուշտ հրաշք է։ Դուք երբևից մտածել եք, թե ինչու է կյանքը, բանականությունը, գիտակցությունը առաջացել հենց այստեղ, հենց հիմա։ Ինչու ոչ թե միլիարդ տարի առաջ կամ միլիարդ տարի հետո։ Պատասխանը կապված է գալակտիկական էկոլոգիայի հետ։ Կյանքը պահանջում է ծանր տարրեր, ածխածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, երկաթ։ Այդ տարրերը չեն գոյանա մեծ պայթյունից անմիջապես հետո։ Նրանք պետք է ստեղծվեն աստղերի միջուկներում եւ տարածվեն տիեզերք, սուպերնովաների միջոցով։ Սա ժամանակ է պահանջում, շատ ժամանակ։ Առաջին աստղերի սերունդը, որոնք գոյացել են մեծ պայթյունից հետո, բաղկացած էր միայն ջրածնից եւ հելիումից։ Այլ տարրեր չկային։ Երբ այդ աստղերը մեռան, նրանք ստեղծեցին եւ տարածեցին առաջին ծանր տարրերը։ Բայց դեռ բավարար չէր։ Երկրորդ սերունդը հարստացրեց տիեզերքը ավելի, երրորդ սերունդը ավելի ու ավելի։ Յուրաքանչյուր սերունդ աստղերի ավելացնում էր ծանր տարրերի քանակությունը տիեզերքում։ Մեր արեգակը երրորդ կամ չորրորդ սերնդի աստղ է։ Նա ձևավորվել է գազից եւ փոշուց, որոնք արդեն հարստացած էին ծանր տարրերով բազմաթիվ նախորդ սերունդների աստղերից։ Աստրոֆիզիկոս Վոլկեր Բրոմը Հայդելբերգի համալսարանից 2006-ում հաշվարկեց, որ գալակտիկան պետք է լինի առնվազն 8 միլիարդ տարեկան, կուտակելու բավարար ծանր տարրեր երկրի նման մոլորակների համար։ Մոչեր գալակտիկան հիմա մոտավորապես 12 միլիարդ տարեկան է։ Մեր արեգակը եւ երկիրը ձևավորվել են 4.6 միլիարդ տարի առաջ։ Սա նշանակում է, որ մենք ժամանակի պատուհանի մեջ ենք, որտեղ կյանքը հնարավոր է։ Չափազանց վաղ եւ չկան բավարար ծանր տարրեր, չափազանց ուշ եւ գալակտիկան կլինի չափազանց հին, աստղաձևավորումը կլինի քիչ, կլինի չափազանց շատ մեռած աստղեր, սև խոռոչներ, վտանգներ։ Մենք ապրում ենք այն, ինչ աստղագետները անվանում են կոսմոլոգիական հանգիստ դարաշրջան։ Արևմուտքում այս տերմինը օգտագործում են նկարագրելու ժամանակահատվածը, երբ տիեզերքը բավականաչափ հին է ծանր տարրերի համար, բայց բավականաչափ երիտասարդ աստղաձևավորման համար։ Սա ոսկե դարաշրջանն է կյանքի համար։
Եվ մենք ունեցել ենք բախտ ծնվել այս դարաշրջանում։ Մի քանի միլիարդ տարի առաջ չափազանց վաղ էր։ Մի քանի միլիարդ տարի հետո կլինի ավելի դժվար։ Բայց հենց հիմա իդեալական է։ Դուք երբևիցե մտածել եք, թե ինչու ենք մենք այստեղ հենց այժմ։ Ինչու ոչ թե մեկ այլ ժամանակահատվածում։ Պատասխանը կրկին անթրոպիկ սկզբունքն է։ Մենք գտնվում ենք այստեղ, որովհետև միայն այժմ մենք կարող էինք գոյանալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զարմանանք այն բոլոր անհավատալի պատահությունների շղթայի մասին, որոնք հանգեցրել են մեր գոյությանը։ Ճիշտ գալակտիկական տեղ, ճիշտ ժամանակ, ճիշտ աստղ, ճիշտ մոլորակ։ Յուրաքանչյուր այդ գործոններից մեկը անհրաժեշտ էր։ Բոլորը միասին նրանք ստեղծեցին այն պայմանները, որոնցում մենք կարող էինք ծագել։ Հիմա մենք գիտենք մեր իրական հասցեն տիեզերքում։ Մենք գտնվում ենք ծիր ճանապարհի Օրիոնի պարույրաձև ճյուղում, 35,000 լույսի տարի կենտրոնից, 50 լույսի տարի գալակտիկական հարթությունից վեր, հարաբերականորեն մեկուսացված տեղական շրջանում, որտեղ աստղերը հազվադեպ են և հանգիստ։ Այս հասցեն փրկել է մեզ անհամար վտանգներից։ Մեզ թույլ տվել է գոյանալ, զարգանալ, հասունանալ։ Եվ հիմա, երբ մենք գիտենք այս, մենք ունենք նոր պատասխանատվություն։ Պետք է ապահովենք, որ այս հրաշալի, հազվագյուտ, անհավատալի բախտավոր հնարավորությունը, որը տվել է մեզ տիեզերքը, չի վատնվի։ Բայց հիմա, երբ հասկացանք մեր տեղի կարևորությունը, եկեք խոսենք մի բանի մասին, որը դեռ ավելի անսպասելի է։ Մեր հանգիստ գոտին ոչ միայն ֆիզիկական անվտանգություն է տվել մեզ, նա նաև տվել է մեզ ինչ-որ ավելի խորը։ Ժամանակ և տարածություն մտածելու համար։ Կայունություն զարգացնելու համար ոչ միայն մարմիններ, այլև միտքեր։ Մեր անվտանգ տեղը գալակտիկայում ուղղակիորեն կապված է մեր գիտակցության ծագման հետ։ Ինչպես։ Սա պահանջում է մի փոքր ավելի խորը մտնել։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռան գագաթին։ Շրջապատում ձեզ տարածվում է անվերջ լանդշաֆտը։ Ձեր աչքերը տեսնում են, ձեր ուղեղը մշակում է տեղեկությունը, և հանկարծ դուք գիտակցում եք ձեր սեփական գոյությունը։ Ես եմ։ Այս պարզ միտքը, այս ինքնագիտակցությունը կարող է ամենանրբագեղ գործընթացը լինել ամբողջ տիեզերքում։ Բայց այն պահանջում է մի բան չափազանց կարևոր։ Ժամանակ։ Շատ ժամանակ։ Միլիարդավոր տարիներ անխափան էվոլյուցիա։ Եվ դա հնարավոր է միայն կայուն, անվտանգ միջավայրում։ Հենց նման միջավայր, ինչպիսին մեր հանգիստ գոտին է։ Նեյրոբիոլոգ Ջուլիո Թոնոնին Վիսկոնսինի համալսարանից 2016-ում մշակեց տեսություն, որը կոչվում է ինտեգրված տեղեկատվության տեսություն։ Այս տեսությունը փորձում է բացատրել, թե ինչպես է ծագում գիտակցությունը։ Թոնոնին պնդում է, որ գիտակցությունը առաջանում է, երբ համակարգը կարող է ինտեգրել մեծ քանակությամբ տեղեկատվություն բազմաթիվ տարբեր ճանապարհներով միաժամանակ։ Մարդու ուղեղը գերազանց է դրանում։ 86 միլիարդ նեյրոններ, որոնք միացված են ավելի քան 100 տրիլիոն սինապսներով։ Յուրաքանչյուր նեյրոն կարող է հաղորդակցվել հազարավոր այլ նեյրոնների հետ միաժամանակ։ Այս խելահեղ կապակցվածությունը ստեղծում է անհամար տարբեր վիճակներ, որոնցից առաջանում է գիտակցական փորձառությունը։ Բայց սա պահանջում է ոչ միայն բարդ ուղեղ, սա պահանջում է նաև, որ այդ ուղեղը զարգանա երկար ժամանակ։ Էվոլյուցիան աստիճանաբար կառուցեց մարդու ուղեղը 6 միլիոն տարվա ընթացքում։ Մեր առաջին պրիմատ նախնիներից մինչև ժամանակակից Homo sapiens։ Յուրաքանչյուր սերունդ ավելացրեց քիչ ավելի բարդություն, քիչ ավելի կապակցվածություն, քիչ ավելի ինտեգրում։ Բայց այս գործընթացը խոցելի էր։ Մեկ խոշոր աստերոիդի բախում կարող էր ամեն ինչ վերականգնել զրոյական։ Մեկ մոտակա սուպերնովա կարող էր ոչնչացնել բազմաբջջային կյանքի ամբողջ գծերը։ Մեր էվոլյուցիան պահանջում էր կայուն, անվտանգ մոլորակ բավականաչափ երկար ժամանակահատվածի համար։ Եվ մեր գալակտիկական տեղը ապահովեց հենց դա։ Հիմա մտածեք սրա մասին։ Ձեր գիտակցությունը, ձեր կարողությունը մտածել այս խոսքերի մասին, ձեր զգայությունը ինքներդ լինելու, բոլորը կախված են նրանից, որ մեր արեգակային համակարգը պատահեց գտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Եթե մենք գտնվեինք 10,000 լույսի տարով ավելի մոտ գալակտիկական կենտրոնին, ճառագայթումը կընդհատեր էվոլյուցիան այնքան հաճախ, որ բարդ նյարդային համակարգերը երբեք չէին զարգանա։ Եթե մենք գտնվեինք պարույրաձև ճյուղի խիտ կենտրոնում, սուպերնովաների անընդհատ հոսքը կստեղծեր անընդհատ զանգվածային վերացումներ։
Կյանքը կլիներ բախված մշտական վերամեկնարկման ցիկլում, երբեք չհասնելով բարդության այն մակարդակին, որը անհրաժեշտ է գիտակցության համար։ Այժմ, երբ խոսում ենք գիտակցության մասին, մենք չենք կարող անտեսել մի հետաքրքիր կապ։ Աստղագետներ Ֆրանկո Վացցան և Ալբերտո Ֆելետին Բոլոնիայի համալսարանից 2020-ում կատարեցին անսովոր համեմատություն։ Նրանք վերցրեցին մարդու ուղեղի միկրոսկոպիկ պատկերներ և համեմատեցին դրանք տիեզերական ցանցի մեծ մասշտաբի քարտեզների հետ։ Ինչ գտան նրանք։ Անհավատալի նմանություն։ Նեյրոնների ցանցը մարդու ուղեղում և գալակտիկաների ցանցը տիեզերքում ցուցաբերում էին նույն վիճակագրական հատկությունները, նույն ճյուղավորման օրինաչափությունները, նույն կլաստերացման գործակիցները, նույն տեղեկատվության հոսքի դինամիկան։ Սա չի նշանակում, որ տիեզերքն իրականում մեծ ուղեղ է, կամ որ մեր ուղեղը փոքր տիեզերք է։ Բայց դա ցույց է տալիս ինչ-որ խորը բան։ Բնությունը օգտագործում է նույն հիմնական կազմակերպման սկզբունքները տարբեր մասշտաբներում։ Ցանցերը, որոնք ինքնակազմակերպվում են տեղեկատվության և էներգիայի հոսքի միջոցով, բնականաբար ձևավորում են նմանատիպ կառուցվածքներ, անկախ նրանից, թե խոսքը գնում է նեյրոնների, գալակտիկաների, թե ինտերնետի սերվերների մասին։ Տիեզերքում կա մի հիմնարար կառուցվածք, որը կրկնվում է բոլոր մասշտաբներում, և մենք, մեր գիտակցությամբ, մաս ենք այդ համընդհանուր օրինաչափության։ Բայց սա բերում է ավելի խորը հարցի։ Եթե նույն օրինաչափությունները կառավարում են և մեր ուղեղը, և տիեզերքը, արդյոք հնարավոր է, որ տիեզերքն ինքը օժտված է որոշակի տեսակի գիտակցությամբ։ Ոչ այն իմաստով, ինչպես մենք հասկանում ենք գիտակցությունը, բայց որոշակի տեսակի ինքնակազմակերպված, տեղեկատվություն մշակող համակարգով։ Ես գիտեմ, որ այժմ դուք մտածում եք, սա հնչում է որպես պսևդոգիտություն։ Եվ դուք ճիշտ եք զգուշանալ։ Շատ մարդիկ օգտագործել են ֆիզիկան արդարացնելու ցանկացած բան, սկսած բյուրեղներով բուժումից մինչև էքստրասենսորիկ կարողություններ։ Դա բացարձակ անհեթեթություն է, բայց այստեղ խոսքը վերաբերում է այլ բանի։ Խոսքը վերաբերում է իրական գիտական հետազոտությունների, որոնք փորձում են հասկանալ, թե ինչպես են ծագում բարդ համակարգերը։ Ֆիզիկոս Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից 35 տարի շարունակ մշակում էր տեսություն, որը կապում է քվանտային մեխանիկան գիտակցության հետ։ Նրա գրքում «Թագավորի նոր միտքը», հրապարակված 1989 պատահին, Փենրոուզը պնդում էր, որ գիտակցությունը չի կարող լինել պարզապես դասական ֆիզիկայի արդյունք։ Դա պահանջում է քվանտային պրոցեսներ։ Նրա հավելյալ տեսությունները, մշակված անեստեզիոլոգ Ստյուարտ Համերոֆի հետ, առաջարկում են, որ միկրոտուբուլները, փոքրիկ կառուցվածքներ նեյրոնների ներսում, կարող են գործել որպես քվանտային համակարգեր։ Սա շատ վիճահարույց տեսություն է։ Մեծ մասը նեյրոբիոլոգների և ֆիզիկոսների կասկածում են դրանում։ Նրանք ասում են, որ ուղեղը չափազանց ջերմ և խոնավ է քվանտային էֆեկտների համար, որոնք սովորաբար պահանջում են չափազանց ցածր ջերմաստիճաններ և մեկուսացված համակարգեր։ Բայց Փենրոուզն ու Համերոֆը շարունակում են պաշտպանել իրենց դիրքորոշումը, և որոշ նոր փորձարարական ապացույցներ սկսում են աջակցել նրանց իդեաներին։ 2014-ում գիտնականներ Մաքս Պլանկի ինստիտուտից հայտնաբերեցին քվանտային կոհերենտության ապացույցներ ֆոտոսինթեզի ժամանակ բուսական բջիջներում։ Սա ցույց տվեց, որ կենսաբանական համակարգերը կարող են օգտագործել ծել քվանտային էֆեկտներ նույնիսկ սենյակային ջերմաստիճանում։ Արդյոք դա նշանակում է, որ մեր գիտակցությունը իսկապես քվանտային երևույթ է։ Մենք դեռ չգիտենք, բայց ինչ մենք գիտենք, ինչ մենք գիտենք, դա այն է, որ գիտակցությունը մնում է ամենախորը գիտության առեղծվածներից մեկը։ Մենք չգիտենք, թե ինչպես է սուբյեկտիվ փորձառությունը, այն ինչպիսի զգացում է լինել ինչ-որ մեկը, առաջանում նեյրոններում էլեկտրական ազդանշանների մշակումից։ Դա անվանում են կոնսիոնսի դժվար խնդիր։ Եվ գուցե, ուղղակի գուցե, պատասխանը պահանջում է հասկանալ մեր տեղը ավելի մեծ տիեզերական համատեքստում։ Հիմա պատկերացրեք հետևյալը. տիեզերքը տարածածվում է, գալակտիկաները հեռանում են միմյանցից, բայց տեղեկատվությունը, կառուցվածքը, կազմակերպվածությունը տարածվում է ավելի արագ, քան տիեզերքն ինքը։ Կյանքը, որտեղ այն առաջանում է, սկսում է մշակել տեղեկատվություն, ստեղծել բարդություն, կառուցել գիտակցություն։ Յուրաքանչյուր նոր գիտակից համակարգ ավելացնում է տիեզերքի ընդհանուր տեղեկատվության պրոցեսավորման ունակությանը։ Հնարավոր է, որ տիեզերքն անցնում է մի տեսակի զարթոնքի գործընթացի միջով։ Ոչ այնպես, ինչպես մենք զարթում ենք առավոտյան, այլ ավելի դանդաղ, ավելի բաշխված, ավելի հանրագումարային,
միլիարդավոր տարիների ընթացքում։ Դա շատ կարգախոսային հայեցակարգ է, եւ ես չեմ ներկայացնում այն որպես ապացուցված իրողություն։ Բայց դա հետաքրքիր տեսանկյուն է մտածելու մեր դերի մասին։ Մենք ոչ թե պարզապես պատահական երևույթ ենք տիեզերքի մի անկյունում։ Մենք մաս ենք տիեզերքի իր մասին տեղեկատվություն հավաքելու գործընթացին։ Մեր գիտակցությունը, մեր գիտությունը, մեր արվեստը, մեր փիլիսոփայությունը բոլորն են ուղիներ, որոնցով տիեզերքը հասկանում է իր սեփական բնույթը։ Կարլ Սեյգանը երբեմն ասում էր. մենք տիեզերքի միջոցն ենք իր մասին իմանալու համար։ Հրաշալի բառեր, որոնք արտահայտում են հենց այս գաղափարը։ Բայց հիմա վերադառնանք ավելի հարթ հող։ Եկեք խոսենք դրա մասին, թե ինչու է կարևոր մեր գալակտիկական տեղի հասկացումը ապագա սերունդների համար։ Եթե մարդկությունը ցանկանում է գոյատևել եւ ծաղկել հաջորդ միլիոնավոր տարիների ընթացքում, մենք պետք է սովորենք տեղավորվել մեր տիեզերական հասարակությանը։ Դա նշանակում է հասկանալ ռիսկերը եւ հնարավորությունները, որոնք ներկայացնում են մեր գալակտիկական շրջապատը։ Մոտ ապագայում, հաջորդ մի քանի 100 կամ 1000 տարում, մարդկությունը հավանաբար կտարածվի դեպի մեր սեփական արեգակային համակարգի մյուս մոլորակները։ Մարս, Վեներա, Տիտան, Եվրոպա բոլորը պոտենցիալ տեղեր են գաղութավորման համար։ Բայց դա միայն առաջին քայլն է։ Երկարաժամկետ գոյատևման համար մենք պետք է դուրս գանք մեր արեգակային համակարգից եւ հասնենք դեպի աստղերը։ Եվ երբ մենք դա անենք, մեր գալակտիկական տեղի իմացությունը կդառնա կենսական կարևորություն ունեցող։ Աստղագետ Ջեյմս Բենֆորդը NASA-ի Մարշալի տիեզերական թռիչքի կենտրոնից 2019 պատահին հրապարակեց ուսումնասիրություն հնարավոր միջաստղային գաղութավորման ռազմավարությունների մասին։ Նա վերլուծեց, թե որ աստղերը լինելու են լավագույն թիրախները առաջին մարդկային միջաստղային մարգերի համար։ Նրա չափանիշները ներառում էին աստղի տեսակը, հեռավորությունը, մետալիկությունը, ծանր տարրերի առկայությունը եւ ամենակարևորը գալակտիկական միջավայրը։ Նա գտավ, որ ամենաանվտանգ թիրախները գտնվում են հենց մեր տեսակի շրջանում, միջճյուղային տարածությունը Օրիոնի ճյուղում։ Աստղերը նման Տաու կետիի, Էպիսիլոն Էրիդանիի եւ Թաու կետի Օրիոնիի բոլորը գտնվում են նմանատիպ անվտանգ գոտիներում, ինչպես մեր արեգակը։ Դա նշանակում է, որ երբ մենք սկսենք տարածվել դեպի աստղերը, մեր ավելի համարակալական ռազմավարությունը կլինի մնալ մեր սեփական հանգիստ գոտում։ Պարույրաձև ճյուղերի կենտրոնները, գալակտիկական կենտրոնը, աստղակույտային տարածքները բոլորը պետք է խուսափվեն առաջին մի քանի միլիոն տարիների գաղութավորման ժամանակ։ Այս տարածքները չափազանց վտանգավոր են, չափազանց անկայուն։ Ավելի լավ է կենտրոնանալ մեր սեփական անվտանգ շրջանի վրա, որտեղ մենք արդեն հարմարվել ենք պայմաններին։ Բայց եկեք նաև խոսենք մի բանի մասին, որը հազվադեպ է քննարկվում։ Ինչ վերաբերում է մեր պարտականությանը դեպի այլ կյանքի ձևերը, որոնք կարող են գոյություն ունենալ մեր գալակտիկայում։ Եթե մենք ենթադրում ենք, որ հանգիստ գոտիները հազվագյուտ են եւ որ կյանքը ամենաշատ հավանական է զարգանալու հենց այդտեղ, ապա մենք պետք է նաև ենթադրենք, որ այլ բանական տեսակներ, եթե դրանք գոյություն ունեն, հավանաբար գտնվում են նմանատիպ տարածքներում։ Օրիոնի ճյուղը եւ մյուս միջճյուղային տարածքները կարող են լինել կենսական քաղաքներ մեր գալակտիկայում, տեղեր, որտեղ բանական կյանքն ամենաշատ հավանական է ծաղկելու։ Եթե դա ճիշտ է, ապա մենք պետք է լինենք զգույշ, թե ինչպես ենք մենք վարվում, երբ տարածվում ենք դեպի աստղերը։ Մենք պետք է չլինենք գալակտիկական օկուպանտներ, որոնք տարածվում են եւ ոչնչացնում ամեն ինչ իրենց ճանապարհին։ Փոխարենը, մենք պետք է լինենք զգույշ հետախուզներ, որոնք հարգում են այլ կյանքի ձևերը, որտեղ էլ որ դրանք հանդիպենք։ Ֆերմի պարադոքսի լուծումը, ուրեմն բոլորը, կարող է պարզապես լինել, որ բանական քաղաքակրթությունները հազվագյուտ են, խորամանկ են եւ հանդարտ։ Նրանք գոյություն ունեն իրենց սեփական հանգիստ գոտիներում, ուսումնասիրում են իրենց սեփական աստղային շրջակայքը եւ հարգում են մյուսների տարածությունը։ Արդյոք մարդկությունը կունենա զգուշացումն ու իմաստությունը վարվել այդպես։ Կամ մենք կկրկնենք սխալները, որոնք արել ենք երկրի վրա, շահագործելով ռեսուրսները, ոչնչացնելով կենսաբազմազանությունը, աղտոտելով միջավայրը։ Սա հարց է, որին պատասխանը կորոշի, թե արդյոք մարդկությունը դառնում է իրոք գալակտիկական տեսակ, թե ոչ։ Հիմա գալիս է ամենադժվար հարցը։ Արդյոք մենք արժանի ենք մեր բախտավոր տեղին։ Տիեզերքը տվել է մեզ անհավատալի նվեր, մեր գալակտիկական օազիս, մեր անվտանգ կղզի բուրգում դարաժամություններով անցած տիեզերական օվկիանոսում։ Մենք օգտագործել ենք այս նվերը իմաստուն կերպով։ Պատասխանը ցավոք խառն է։
Մենք ստեղծել ենք անհավատալի արվեստ, գիտություն, տեխնոլոգիա, բայց մենք նաև բերել ենք մեր սեփական մոլորակը շրջառանգերի եզրին։ Կլիմայական փոփոխություն, միջուկային զենք, կենսաբազմազանության կորուստ, ռեսուրսների սպառում։ Մենք գործում ենք կարծես թե ունենք բազմաթիվ պահուստային մոլորակներ, բայց մենք չունենք։ Աստրոֆիզիկոս Մարտին Ռիսը Քեմբրիջի համալսարանից, նախկին թագավորական աստղագետը, գրել է մի քանի գիրք մարդկության ապագայի և գալակտիկական հեռանկարների մասին։ Նրա 2003-ի գրքում «Մեր վերջին դարը» Ռիսը նախազգուշացրեց, որ մարդկությունը գտնվում է կրիտիկական շրջափուլում։ Առաջիկա 1 կամ 2 դարերում մենք կկազմակերպենք, թե արդյոք մարդկությունը գոյատևելու է որպես տեսակ, թե կինքնաոչնչացվի իր իսկ ստեղծած տեխնոլոգիաների միջոցով։ Ռիսը լավատես չէր այս հարցում, բայց նա նաև կարծում էր, որ մենք դեռ ունենք ընտրություն։ Մենք կարող ենք ընտրել գոյատևելը։ Բայց դա պահանջում է հանրագումար գործողություն, համաշխարհային համագործակցություն և երկարաժամկետ մտածելակերպ, որը մարդկությունը հազվադեպ է ցույց տվել։ Ավելի վերջերս, 2019 պատահին, Քեմբրիջի գոյության ռիսկի ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակեց վերլուծություն մարդկության դիմագրավող գլոբալ գոյական ռիսկերի մասին։ Նրանք գնահատեցին հավանականությունը, որ մարդկությունը կարող է ինքնաոչնչացվել մինչև արդյունահեսի կեսը։ Թվերը անհանգստացնող էին։ Մոտավորապես 1/6, որ մարդկությունը չի գոյատևի հաջորդ 80 տարիները։ Հիմնական ռիսկերը՝ միջուկային պատերազմ, կենսատեխնոլոգիական աղետ, արհեստական բանականության անվերահսկելի զարգացում և կլիմայական փոփոխության կատաստրոֆիկ հետևանքներ։ 1/6 հավանականություն։ Մտածեք դրա մասին։ Կարծես թե դուք խաղում եք ռուսական ռուլետ 1 փամփուշտով 6 խցիկներից մեկում։ Բայց ահա ինչ է կարևոր հասկանալ. այս ռիսկերը ոչ մի կերպ կապված չեն մեր գալակտիկական տեղի հետ։ Դրանք ամբողջովին մեր սեփական ստեղծումն են։ Տիեզերքը տվել է մեզ կատարյալ տեղ, բայց մենք սպառնում ենք փչացնել այն մեր սեփական անմտությամբ։ Դա կլիներ ամենաշառառական իրոնյան։ Միլիարդավոր տարիների էվոլյուցիա, անհամար բախտավոր պատահություններ, բոլորը միացված ստեղծելու բանական տեսակ, միայն այն բանի համար, որ այդ տեսակը ոչնչացնի ինքն իրեն, իր իսկ բախտի պատճառով։ Գիտեք, թե ինչ է ամենափայլու բանը, որ մարդկությունը կարող էր անել, երախտագիտությամբ ի պատասխան իր գալակտիկական բախտի։ Դառնալ բազմամոլորակային, այնուհետև բազմաաստղային տեսակ։ Տարածել կյանքը և գիտակցությունը ողջ մեր գալակտիկայի հանգիստ գոտիների մեջ։ Ստեղծել մշակույթների, գաղափարների, արվեստի, գիտության ցանց, որը տարածվում է հազարավոր լույսի տարիներով։ Սա կլիներ իրական լավատես սցենար։ Եվ դա տեխնիկապես հասանելի է։ Մենք գիտենք ֆիզիկան միջաստղային ճամփորդությունների համար։ Մենք ունենք տեխնոլոգիաները կառուցելու սերունդների նավեր, որոնք կարող են հասնել մոտակա աստղերին մի քանի դարերի ընթացքում։ Դա դժվար է, բայց ոչ անհնար։ Կողմնակի մտածողություն պահանջում, երկարաժամկետ պլանավորում, սերունդների համագործակցություն։ Բայց եթե մենք կարող ենք կազմակերպել ինքներս մեզ բավականաչափ լավ անելու դա, ապա մարդկության ապագան կարող է լինել իսկապես վիթխարի։ Մեր սերունդները կարող են լցնել մեր գալակտիկական հանգիստ գոտին։ Նրանք կարող են հետաքրքրվել նոր գիտությամբ, ստեղծել նոր արվեստ, կառուցել նոր քաղաքակրթություններ բազմաթիվ աստղային համակարգերում։ Եվ եթե մենք ճիշտ ենք անում, այդ ընդլայնումը չի կլիներ կոնկիստադորների արշավանք, այլ զգույշ, հարգալից ուսումնասիրություն, որը փնտրում է ոչ թե նվաճել, այլ հասկանալ և հարմարվել։ Բայց մինչ այդ ապագան հասնելը, մենք պետք է լուծենք մեր անմիջական խնդիրները։ Եվ դա մեզ հետ բերում է կարևոր կետի։ Մեր գալակտիկական տեղի հասկացումը պետք է ոգեշնչի մեզ պահպանելու այն, ինչ մենք ունենք։ Երկիրը, մեր կապույտ մարգարիտը, անվերջ մթերջ մթության մեջ, եզակի է ոչ միայն որպես մոլորակ, այլև որպես տուն։ Մենք չունենք պահուստային երկիր։ Մարսը չի փոխարինի երկիրը առաջիկա մի քանի դարերում։ Իսկ մոտակա աստղային համակարգերը, նույնիսկ եթե նրանք ունեն բնակեցվող մոլորակներ, գտնվում են տարիների հեռավորության վրա, նույնիսկ լույսի արագությամբ։ Աստրոֆիզիկոս Էդամ Ֆրանկը Ռոչեսթերի համալսարանից 2018-ում հրապարակեց գիրք «Լույս աստղերից. մեր ընդհանուր գիտակցության մասին»։ Այդ գրքում նա քննարկում է, թե ինչպես է մարդկության հասկացումը մեր տիեզերական տեղի մասին զարգացել ժամանակի ընթացքում։ Հազարավոր տարիներ մենք կարծում էինք, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Հետո Կոպերնիկը ցույց տվեց,
որ մենք պտտվում ենք արեգակի շուրջ։ Ապա մենք բացահայտեցինք, որ մեր արեգակը միայն մեկն է միլիարդավոր աստղերից մեր գալակտիկայում։ Ապա մենք տեսանք, որ մեր գալակտիկան միայն մեկն է միլիարդավոր գալակտիկաներից տիեզերքում։ Յուրաքանչյուր բացահայտում մեզ դարձրեց ավելի փոքր, ավելի անկարևոր, բայց Ֆրանկը պնդում է, որ կա մեկ այլ ճանապարհ նայելու դրան։ Այո, մենք փոքր ենք ֆիզիկական առումով, բայց մենք նաև բացառիկ ենք մեր կարողությամբ հասկանալու այս ամենը։ Մենք ատոմների հավաքածու ենք, որոնք կազմակերպվել են այնպես, որ կարող են մտածել ինքնըստինքյան։ Մենք տիեզերքի մասն ենք, որը դարձել է գիտակից իր իսկ գոյությունից։ Սա չնչին նվաճում չէ։ Եվ եթե մենք իսկապես եզակի ենք կամ նույնիսկ շատ հազվագյուտ, ապա մեր պարտականությունը դառնում է ավելի մեծ։ Մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչ մենք ենք, և տարածել այն այնտեղ, որտեղ կարող ենք։ Հիմա եկեք մի պահ անդրադառնանք մի հարցի, որը հաճախ անտեսվում է։ Մենք խոսել ենք մեր տեղի մասին տիեզերքում տարածությունից տեսանկյունից, բայց ինչ վերաբերում է ժամանակին։ Մենք չենք գոյանում միայն ճիշտ տեղում, այլև ճիշտ ժամանակում։ Եվ դա նույնպես անհավատալի բախտավորություն է։ Եկեք մտածենք դրա մասին ավելի խորը։ Տիեզերքն այժմ 13.8 միլիարդ տարեկան է։ Սա կարծես շատ ժամանակ է, բայց համեմատեք դա այն ժամանակի հետ, որը տիեզերքն ունի առաջը։ Եթե ներկայիս տեսությունները ճիշտ են, տիեզերքը կշարունակի գոյանալ անորոշ ժամանակով։ 100 տրիլիոն տարի, կվինտիլիոն տարի, հնարավոր է անվերջ։ Հիմա մտածեք մեր տեղի մասին այդ ժամանակագրական գծում։ Մենք գտնվում ենք շատ վաղ։ Եթե տիեզերքը մեկ օրացուցային տարի լիներ և ներկան լիներ հունվարի առաջին օրվա առաջին վայրկյանը, ապա մնացած 12 ամիսները ձգվելու են անվերջ ապագայի մեջ։ Մենք ապրում ենք տիեզերքի առավոտյան, բացարձակ սկզբում։ Կոսմոլոգ Մաքս Թեգմարքը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից 2013-ում գրել է գիրք «Մեր մաթեմատիկական տիեզերքը», որտեղ նա վերլուծում է տիեզերքի ապագան չափազանց երկար ժամանակային մասշտաբներով։ Նրա հաշվարկները ցույց են տալիս, որ աստղաձևավորումը կշարունակվի դեռ մոտավորապես 100 տրիլիոն տարի։ Այնուհետև տիեզերքը կմտնի վերացման դարաշրջան, երբ վերջին աստղերը կմարեն և տիեզերքը կդառնա ավելի ու ավելի մութ և սառ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ գիտակցական համակարգերը, եթե դրանք բավականաչափ առաջադեմ են, կարող են գոյատևել օգտագործելով սև խոռոչներից էներգիան կամ այլ էկզոտիկ աղբյուրներ։ Սա նշանակում է, որ եթե բանական կյանքը տարածված դառնա տիեզերքում, ապա մարդկությունը կամ ցանկացած այլ ժամանակակից քաղաքակրթություն կլինի միայն առաջինների մեջ։ Պիոներներ։ Այն քաղաքակրթությունները, որոնք կծնվեն մի քանի տրիլիոն տարի հետո, կօգտվեն մեր փորձից, մեր սխալներից, մեր նվաճումներից։ Եթե մենք գոյատևում ենք և ծաղկում, մենք կդառնանք նախնիներ, որոնց մասին ապագա քաղաքակրթությունները կկարդան իրենց պատմության գրքերում։ Եթե մենք չհաջողում ենք, ապա մենք կկազմակերպենք նախազգուշացնող հեքիաթ։ Սա հսկայական պատասխանատվություն է։ Բայց մի պահ նայենք հակառակ ուղղությամբ։ Ինչ կլիներ, եթե մենք ոչ թե առաջինների մեջ ենք, այլ վերջիններից։ Ինչ կլիներ, եթե արդեն եղել են բազմաթիվ քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, բայց նրանք բոլորը մեռել են։ Ինչ կլիներ, եթե մեր հանգիստ գոտին լի է մեռած քաղաքակրթությունների մնացորդներով, որոնք մենք պարզապես դեռ չենք հայտնաբերել։ Սա տխուր ենթադրություն է, բայց մենք չենք կարող բացառել այն։ Ֆերմի պարադոքսի մի հնարավոր լուծումը հենց դա է՝ մեծ զտիչը։ Տեսությունը ասում է, որ կյանքի և բանականության ճանապարհին կան մի քանի շատ դժվար փուլեր, զտիչներ, որոնցից մեծ մասը չի անցնում։ Առաջին զտիչը կարող է լինել կյանքի ծագումը, երկրորդը բազմաբջջային կյանքի զարգացումը, երրորդը բանականության ծագումը, չորրորդը տեխնոլոգիական քաղաքակրթության կառուցումը և հինգերորդը ամենավտանգավորը այն փուլն է, որում մենք հենց հիմա գտնվում ենք, երբ մենք բավականաչափ տեխնոլոգիապես առաջադեմ ենք ոչնչացնելու ինքներս մեզ, բայց դեռ բավականաչափ իմաստուն չենք վերահսկելու այդ տեխնոլոգիաները։ Եթե մեծ զտիչը իրական է, ապա մեր հանգիստ գոտին կարող է լինել քաղաքակրթություններով, որոնք մեռել են հենց այս փուլում։ Վերցրել են իրենց բախտավոր տեղը, իրենց կատարյալ պայմանները և սպառել դրանք ինքնամահաբան պատերազմներով, բնապահպանական կործանումով կամ տեխնոլոգիական կարաստրոֆներով։
Սա անհանգստացնող մտածողություն է, բայց այն նաև մոտիվացնող է։ Եթե մենք չենք ցանկանում դառնալ հերթական անհաջող քաղաքակրթությունը մեր գալակտիկայում, մենք պետք է սովորենք մեր անցյալ սխալներից և հաղթահարենք այս կրիտիկական փուլը։ Մենք պետք է դառնանք այն հազվագյուտ տեսակը, որը հաջողում է անցնել մեծ զտիչը։ Եվ դա սկսվում է մեր սեփական մոլորակի պահպանումից։ Եկեք հիմա խոսենք մի այլ տեսանկյունից։ Մենք շատ խոսեցինք ֆիզիկական անվտանգության, աստղաձևավորման տոկոսների, ճառագայթման մակարդակների մասին։ Բայց կա մեկ այլ գործոն, որը հազվադեպ է հիշատակվում, և դա քիմիական բազմազանությունն է։ Մեր հանգիստ գոտին ոչ միայն անվտանգ է, այլև քիմիապես հարուստ։ Ինչու է դա կարևոր։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, պահանջում է բազմազան քիմիական տարրեր։ Ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ։ Սրանք հիմնական 6-ն են։ Բայց բարդ կյանքը պահանջում է նաև տասնյակ այլ տարրեր՝ երկաթ, ցինկ, մագնեզիում, կալցիում, պղինձ, կոբալտ, սելենիում և այլն։ Յուրաքանչյուր այդ տարրերից ստեղծվել է որոշակի սերնդի աստղերում և տարածվել տիեզերք սուպերնովաների միջոցով։ Տարբեր տարրեր պահանջում են տարբեր պայմաններ սինթեզվելու համար։ Օրինակ, երկաթը ստեղծվում է խոշոր աստղերի ներսում նորմալ միջուկային սինթեզի միջոցով, բայց ոսկին, պլատինը, ուրանը պահանջում են էքստրեմալ պայմաններ, նեյտրոնային աստղերի բախումներ կամ սուպերնովաների պայթյունների ամենաինտենսիվ պահերը։ Աստրոքիմիկոս Ջենիֆեր Ջոնսոնը Օհայոյի պետական համալսարանից 2019 պատահին ուսումնասիրեց քիմիական կազմը տարբեր գալակտիկական տարածքներում։ Նա գտավ, որ մեր տեսակի շրջանը, միջճյուղային տարածությունը Օրիոնի ճյուղում, ունի գրեթե իդեալական քիմիական խառնուրդ կյանքի համար։ Բավարար քանակությամբ ծանր տարրեր, բայց ոչ չափազանց շատ, որը կարող է լինել թունավոր։ Լավ հավասարակշռություն տարբեր տարրերի խմբերի միջև։ Սա կրկին մեր բախտավորությունն է։ Մենք ծնվել ենք ոչ միայն անվտանգ տեղում, այլև քիմիապես օպտիմալ միջավայրում։ Բայց ահա մի բան, որը շատ հետաքրքիր է։ Քիմիական բաղադրությունը տիեզերքում անընդհատ փոխվում է։ Յուրաքանչյուր նոր սերունդ աստղերի հարստացնում է տիեզերքը ծանր տարրերով։ Սա նշանակում է, որ տիեզերքը դառնում է ավելի և ավելի կենսամիջավայր բարենպաստ ժամանակի ընթացքում։ Առաջին սերունդը աստղերի չուներ բացարձակապես ոչ մի ծանր տարր։ Կյանքը անհնար էր։ Երկրորդ սերունդը ուներ քիչ ծանր տարրեր։ Կյանքը հավանաբար դեռ անհնար էր։ Մենք գտնվում ենք մի փուլում, երբ տիեզերքը հենց հասել է բավարար քիմիական հարստությանը կյանքի համար։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք լինել մի քանի առաջին քաղաքակրթություններից մեկը տիեզերքում։ Ապագայում, երբ տիեզերքը դառնում է դեռ ավելի քիմիապես հարուստ, նոր քաղաքակրթությունները կարող են ունենալ նույնիսկ ավելի լավ պայմաններ, քան մենք։ Բայց մենք ենք պիոներները։ Մենք ենք ժամանել այնտեղ, երբ տիեզերքը հենց դարձել է համեստ բնակեցվող։ Եվ դա մեկ այլ պատճառ է պատասխանատվության զգացել։ Եթե մենք առաջինների մեջ ենք, ապա այն, ինչ մենք անում ենք, կազդի նրանց վրա, ովքեր գալու են մեր հետևից։ Արդյոք դուք երբևիցե մտածել եք, թե ինչպես կլիներ, եթե կարողանայիք ճամփորդել ժամանակի մեջ և հանդիպեիք ապագա քաղաքակրթության հետ տրիլիոն տարի հետո։ Ինչ կասեին նրանք ձեզ մասին։ Արդյոք նրանք կհիշեին մարդկությանը որպես համարձակ պիոներներ, որոնք բացեցին ճանապարհը դեպի աստղերը, թե որպես տարերային տեսակ, որը ունեցավ ամեն ինչ և կկորցրեց այն։ Պատասխանը կախված է մեզնից։ Մեր սերունդը կորոշի, թե ինչ լինելու է մարդկության ժառանգությունը։ Հիմա եկեք վերադառնանք ինչ-որ ավելի անձնական։ Դուք, անհատը, որ դիտում է այս նյութը, ո՞րն է ձեր տեղը այս ամենի մեջ։ Ինչպես պետք է դուք մտածեք ձեր կյանքի մասին, իմանալով, որ դուք ապրում եք գալակտիկայի հանգիստ անկյունում, տիեզերքի առավոտյան, մարդկության պատմության կրիտիկական պահին։ Դա կարող է երևալ ճնշող, բայց կարող է նաև լինել ոգեշնչող։ Փիլիսոփայաբան Թոբի Օրթը Օքսֆորդի համալսարանից 2013-ում ներկայացրեց հայեցակարգ, որը նա անվանեց երկարաժամկետականություն։ Սա իդեան է, որ մարդկության երկարաժամկետ գոյատևումն ու ծաղկումը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթությունը։ Օրթը հաշվարկեց, որ եթե մարդկությունը տարածվի տիեզերքում և գոյատևի նույնիսկ միայն մի քանի միլիոն տարի, ապա ապագա մարդիկը կարող են թվաքանակով լինել կվադրիլիոններ։ Ամեն մի մարդ, ով կապրի երջանիկ, իմաստալից կյանք։ Թվերը համարյա անըմբռնելի են, և դա նշանակում է, որ այն, ինչ մենք անում ենք այժմ, որոշելու համար, թե արդյոք մարդկությունը կգոյատևի այս կրիտիկական փուլը, կարող է լինել ամենակարևոր բանը, որը երբևէ պատահել է։
Սա կարող է հնչել կոմիկապես գերագնահատված, բայց մտածեք դրա մասին։ Եթե մեր սերունդը ձախողվի եւ մարդկությունը ինքնաոչնչացվի, ապա բոլոր այդ պոտենցիալ ապագա կյանքերը երբեք չեն գոյանալու։ Կվադրիլիոններ հնարավոր մարդիկ, որոնք երբեք չեն ծնվելու, երբեք չեն ապրելու իրենց կյանքերը, երբեք չեն սիրելու, ստեղծելու, հանդիպելու։ Դա անհամար ցեղասպանություն կլիներ։ Մյուս կողմից, եթե մենք հաջողում ենք, եթե մենք վերահսկում ենք մեր տեխնոլոգիաները, պահպանում մեր մոլորակը եւ սկսում տարածվել դեպի աստղերը, ապա մենք կկարողանանք հնարավոր դարձնել այդ անհավատալի ապագան։ Բայց օրդը նաև ընդգծում է, որ սա չի նշանակում անհատները անկարևոր են։ Հակառակը, յուրաքանչյուր մարդ, ով աշխատում է ստեղծելու ավելի կայուն, ավելի խաղաղ, ավելի արդար աշխարհ, նպաստում է մարդկության երկարաժամկետ հեռանկարներին։ Յուրաքանչյուր գիտնական, ով աշխատում է լուծելու կլիմայական փոփոխությունը կամ զարգացնելու անվտանգ արհեստական բանականություն, յուրաքանչյուր ակտիվիստ, ով պայքարում է խաղաղության եւ արդարության համար, յուրաքանչյուր ուսուցիչ, ով ոգեշնչում է հաջորդ սերնդին, յուրաքանչյուր ծնող, ով դաստիարակում է երեխաներին հոգալ աշխարհի մասին, բոլորը նպաստում են, եւ դուք նույնպես կարող եք նպաստել։ Նույնիսկ պարզապես հասկանալով ձեր տեղը տիեզերքում, դուք արդեն փոխում եք ինչ-որ բան։ Դուք դառնում եք ավելի գիտակից մեր համատեղ խոցելիության եւ մեր համատեղ պոտենցիալի մասին։ Եվ այդ գիտակցությունը, եթե տարածվի բավականաչափ լայն, կարող է փոխել ամեն ինչ։ Հիմա, երբ մենք մոտենում ենք մեր ուղևորության ավարտին, եկեք մի պահ անդրադառնանք այն ամենին, ինչ մենք իմացել ենք։ Մենք սկսեցինք պարզ հարցով. ինչու է մեր տեղը գալակտիկայում կարևոր։ Եվ մենք հայտնաբերեցինք, որ պատասխանը շատ ավելի խորն է, քան մենք կարող էինք պատկերացնել։ Մեր տեղը ոչ միայն կարևոր է, այն հիմնարար է մեր գոյության համար։ Առանց մեր գալակտիկական հանգիստ գոտու մենք պարզապես չէինք լինի։ Մենք իմացանք, որ մեր արեգակային համակարգը գտնվում է ծիշտ ճանապարհի Օրիոնի ճյուղում, 35,000 լույսի տարի կենտրոնից։ Ոչ թե պարույրաձև ճյուղերի խիտ կենտրոնում, որտեղ սուպերնովաները հաճախ են եւ վտանգավոր։ Ոչ թե գալակտիկական կենտրոնի մոտ, որտեղ ճառագայթումը ինտենսիվ է եւ սև խոռոչը սպառնալից։ Ոչ թե արտաքին եզրերում, որտեղ ծանր տարրերը սակավ են, այլ հենց ճիշտ տեղում, միջճյուղային հանգիստ գոտում, որտեղ աստղերը հազվադեպ են, սուպերնովաները հազվագյուտ եւ քիմիական բաղադրությունը կատարյալ է կյանքի համար։ Մենք իմացանք, որ մեր ուղեծիրը գալակտիկայի շուրջը գրեթե իդեալական է։ Մենք պտտվում ենք այնպիսի ուղով, որը խուսափում է պարույրաձև ճյուղերի վտանգավոր կենտրոններից։ Երբ մենք մոտենում ենք դրանց, մենք անցնում ենք միայն արտաքին եզրերով, որտեղ աստղերի խտությունը ցածր է։ Սա հազվագյուտ բախտավորություն է։ Մեծ մասը աստղերը գալակտիկայում ունեն ավելի քաոտիկ ուղեծրեր, որոնք պարբերաբար հատում են վտանգավոր տարածքներ։ Մենք իմացանք, որ մեր տեղական աստղային շրջակայքը նույնպես բացառիկ հանգիստ է։ Մեր արեգակից 10 լույսի տարի շառավղում կան միայն 17 աստղային համակարգեր։ Սա աստղային անապատ է, բայց այդ մեկուսացումը փրկություն է։ Փակ աստղային հանդիպումները, որոնք կարող էին խախտել օրտի ամպը եւ ուղարկել կոմետներ մեր ուղղությամբ, շատ հազվադեպ են։ Վերջին խոշոր մոտեցումը եղավ 700,000 տարի առաջ, եւ նույնիսկ այն չհանգեցրեց կատաստրոֆայի։ Մենք իմացանք, որ մենք ապրում ենք ճիշտ ժամանակում։ Ոչ թե չափազանց վաղ, երբ տիեզերքը չուներ բավարար ծանր տարրեր կյանքի համար, ոչ թե չափազանց ուշ, երբ աստղաձևավորումը դանդաղում է եւ գալակտիկան ծերանում է, այլ հենց հիմա, կոսմոլոգիական հանգիստ դարաշրջանում, երբ տիեզերքը հասել է իդեալական հասունության կյանքի համար։ Եվ մենք իմացանք, որ այս բոլոր բախտավորությունները միասին ստեղծել են պայմաններ ոչ միայն կյանքի, այլև գիտակցության համար։ Մեր ուղեղները հիանալի նեյրոնային ցանցերով զարգացել են տարիների անխափան էվոլյուցիայի միջոցով։ Այդ էվոլյուցիան հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ մեր մոլորակը գտնվում էր անվտանգ, կայուն միջավայրում բավականաչափ երկար ժամանակով։ Մեր գիտակցությունը, մեր կարողությունը մտածել, ստեղծել, երևակայել, բոլորը պտուղն են մեր գալակտիկական բախտավորության։ Բայց ամենակարևորը, մենք իմացանք, որ այս բախտավորությունը ներկայացնում է նաև պատասխանատվություն։ Մենք ստացել ենք անհավատալի նվեր, իդեալական տեղ եւ իդեալական ժամանակ տիեզերքում։ Բայց այդ նվերը գալիս է պարտականությամբ։ Մենք պետք է ապահովենք, որ մենք չենք վատնում այն։ Մենք պետք է պահպանենք մեր մոլորակը, կառուցենք կայուն, խաղաղ քաղաքակրթություն եւ վերջապես, երբ պատրաստ լինենք, տարածվենք դեպի աստղերը։ Արդյոք մարդկությունը կհաջողի անել դա։ Ոչ ոք չգիտե։
ապագան բաց է։ Բայց մի բան հստակ է. այն, ինչ մենք անում ենք հաջորդ մի քանի տասնամյակների և դարերի ընթացքում, կորոշի մարդկության ճակատագիրը միլիոնավոր և հավանաբար միլիարդավոր տարիների համար։ Մենք գտնվում ենք պատմության կոշտ կետում, և դա նշանակում է, որ մեր սերունդն ունի հսկայական պատասխանատվություն, բայց նաև հսկայական հնարավորություն։ Ուստի ինչ եք կարծում դուք։ Մենք բախտավոր պատահականանություն ենք, թե անխուսափելի արդյունք տիեզերքի զարգացման։ Արդյոք մեր հանգիստ գոտին լի է այլ քաղաքակրթություններով, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Թե մենք իսկապես միակներս ենք առաջին գիտակցական լույսերը անվերջ մթության մեջ։ Եվ ամենակարևորը, ինչ ենք մենք անելու այս գիտելիքով։ Կանգնեք դրսում հաջորդ պարզ գիշերը, նայեք վեր դեպի ծիր ճանապարհը, այդ լուսավոր շերտը, որը տարածվում է երկինքով։ Հիմա դուք գիտեք, որ այդ լույսերից յուրաքանչյուրը աստղ է, իր սեփական պատմությամբ, իր սեփական համակարգով, հնարավոր է իր սեփական մոլորակներով։ Եվ որտեղ, որ այդ անհամար աստղերի մեջ կա մի փոքրիկ դեղին աստղ, միջին չափերի, միջին պայծառության։ Մոտ նրա շուրջը պտտվում է կապույտ մոլորակ, որի մակերևույթին միլիարդավոր կենսաձևեր գործում են իրենց առօրյա կյանքերով։ Եվ այդ կենսաձևերից մեկը դուք եք։ Դուք տատիկ եք այդ մոլորակի վրա, որը տատիկ է այդ արեգակային համակարգում, որը տատիկ է Օրիոնի ճյուղում, որը տատիկ է ծիր ճանապարհում, որը տատիկ է տեղային գալակտիկաների խմբում, որը տատիկ է դիտվող տիեզերքում։ Բայց դա չի նշանակում, որ դուք անկարևոր եք։ Հակառակը, դուք տատիկ եք, որը կարող է մտածել։ Տատիկ, որը կարող է զարմանալ։ Տատիկ, որը կարող է զարմանալ։ Տատիկ, որը կարող է զարմանալ։ Կարող է զարմանալ։ Տատիկ, որը 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 կարող է հասկանալ իր սեփական տեղը այս անհամար մեծությունում։ Կարլ Սեյգանը երբեմն խոսեց մի ֆոտոյի մասին, որը Voyager 1-ը նկարեց 1990-ում, երկրից 6 միլիարդ կիլոմետր հեռավորությունից։ Այդ պատկերում երկիրը տեսնվում էր որպես դարչնագույն կետ, չափազանց փոքր կետ, գրեթե անտեսանելի լուսային ճառագայթների մեջ։ Սեյգանը գրեց այդ ֆոտոյի մասին. նայեք կրկին այդ կետին, դա այստեղ է։ Դա տուն է։ Դա մենք ենք։ Դրա վրա յուրաքանչյուրը, ում դուք սիրում եք, յուրաքանչյուրը, ում դուք ճանաչում եք, յուրաքանչյուրը, ում մասին դուք երբևէ լսել եք, յուրաքանչյուր մարդ, ով երբևէ եղել է, ապրել է իր կյանքը։ Մեր ուրախության և տառապանքի ամբողջությունը, հազարավոր վստահված կրոններ, գաղափարախոսություններ և տնտեսական վարդապետություններ, յուրաքանչյուր որսորդ և արավառու, յուրաքանչյուր հերոս և վախկոտ, յուրաքանչյուր քաղաքակրթության ստեղծող և ոչնչացնող, յուրաքանչյուր թագավոր և գյուղացի, յուրաքանչյուր սիրահար զույգ, յուրաքանչյուր մայր և հայր, յուրաքանչյուր հույսով լի երեխա, գյուտարար և հետազոտող, յուրաքանչյուր բարոյականության ուսուցիչ, յուրաքանչյուր կոռումպացված քաղաքական գործիչ, յուրաքանչյուր սուպերաստղ, յուրաքանչյուր գերագույն առաջնորդ, յուրաքանչյուր սուրբ և մեղավոր, մեր տեսակի պատմության մեջ ապրել են այնտեղ, փոշու տատիկի վրա, կախված արևային ճառագայթի մեջ։ Սեյգանի խոսքերը հիշեցնում են մեզ, որ մեր փոքրությունը տիեզերքի ֆիզիկական մասշտաբներում չի սահմանափակում մեր նշանակությունը։ Մենք կարևոր ենք, որովհետև մենք կարող ենք հոգալ։ Մենք կարող ենք հասկանալ։ Մենք կարող ենք ընտրել։ Եվ այդ ընտրությունները, որոնք մենք անում ենք այժմ, կորոշեն ոչ միայն մեր սեփական ճակատագիրը, այլև մեր հնարավոր սերունդների ճակատագիրը, տարածված ողջ գալակտիկայում։ Մենք ապրում ենք գալակտիկայի հանգիստ թաղամասերում։ Դա փրկել է մեզ, բայց հիմա, երբ մենք գիտենք դա, մեր պատասխանատվությունը դարձել է ավելի մեծ։ Մենք պետք է փրկենք ինքներս մեզ մեզանից։ Պետք է հաղթահարենք մեր ինքնավնասիչ միտումները, մեր կարճատև մտածողությունը, մեր անբավարար համագործակցության կարողությունը։ Պետք է սովորենք մտածել որպես տեսակ, որպես մոլորակ, որպես մաս համընդհանուր կյանքի ցանցի։
Եթե մենք կարողանանք անել դա, ապա ապագան անսահման է։ Մեր սերունդները կլցնեն աստղերը, նրանք կկառուցեն անհավատալի քաղաքակրթություններ բազմաթիվ համակարգերում։ Նրանք կստեղծեն արվեստ, գիտություն, փիլիսոփայություն այնպիսի մակարդակներով, որոնք մենք հիմա դժվարությամբ կարող ենք երևակայել։ Եվ գուցե, միայն գուցե, նրանք կհանդիպեն այլ քաղաքակրթությունների, որոնք նույնպես գտնվում են իրենց սեփական հանգիստ գոտիներում, նույնպես փորձում են հասկանալ իրենց տեղը անվերջ մեծու մեջ։ Բայց եթե մենք ձախողվենք, եթե մենք թույլ տանք մեր սեփական վախերին, մեր ագահությանը, մեր կարճատև մտածողությանը ոչնչացնել այն, ինչ մենք ունենք, ապա միլիարդավոր տարիների պատմությունը, որը հանգեցրեց մեզ, կավարտվի ոչինչով։ Տիեզերքը կշարունակի գոյանալ անշուշտ, գալակտիկաները կպտտվեն, աստղերը կծնվեն և կմեռնեն, բայց այդ մեկ փայլատակումը, որը կարող էր լինել մարդկությունը, կմարի, և տիեզերքը կլինի քիչ ավելի մութ դրա համար։ Ուստի ո՞րն է պատասխանը։ Ո՞րն է դուրս գալու ճանապարհը։ Կարծում եմ, որ այն սկսվում է հասկանումից։ Հասկանալուց, որ մենք բոլորս միասին ենք այս փոքրիկ մոլորակի վրա, կախված տիեզերական անդունդի եզրին։ Մեր ազգային սահմանները, մեր կրոնական տարբերությունները, մեր քաղաքական կոնֆլիկտները բոլորը անհավատալի փոքր են նայում տիեզերական հեռանկարից։ Մենք բոլորս նույն բանն ենք՝ գիտակցության բեկորներ, փորձող հասկանալ մեր տեղը անհասկանալի մեծության մեջ։ Եվ երբ մենք իրոք հասկանում ենք դա, երբ մենք ներառում ենք այդ իրողությունը մեր սրտերում, ոչ միայն մեր գլխում, բան մի փոխվում է։ Մեր առաջնահերթությունները տեղափոխվում են։ Այն, ինչը մենք մտածում էինք կարենք կարևոր, դառնում է պակաս կարևոր։ Եվ այն, ինչը մենք անտեսում էինք, դառնում է կենտրոնական։ Մեր մոլորակը, մեր սերունդները, մեր ընդհանուր ապագան։ Սրանք դառնում են այն բաներ, որոնց համար արժե կենալը, աշխատելը, մարտնչելը։ Հիմա, երբ մենք հասել ենք մեր ճամփորդության վերջին, ես ուզում եմ թողնել ձեզ մի վերջին մտածում։ Մեր գալակտիկական հանգիստ գոտին փրկել է մեզ անհամար անգամներ, բայց միջուկային զենքից, կլիմայական փոփոխությունից, պանդեմիաներից, արհեստական բանականության անվերահսկելի զարգացումից և բազմաթիվ այլ մարտահրավերներից, որոնք մենք դիմագրավում ենք, մեզ չի փրկի մեր գալակտիկական տեղը։ Միայն մենք կարող ենք փրկել մեզ այդ վտանգներից։ Տիեզերքը տվել է մեզ կատարյալ ժամանակ ու տեղ, բայց ինչ մենք անում ենք դրանով, կախված է ամբողջությամբ մեզնից։ Շարունակեք նայել վեր, շարունակեք հարցնել անհնար հարցեր, շարունակեք փնտրել պատասխաններ, և երբ գտնեք դրանք, կիսեք դրանք, որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ մենք սովորում ենք ինչ-որ նոր բան մեր տեղի մասին տիեզերքում, տիեզերքն ինքը դառնում է ավելի գիտակից իր սեփական հրաշքից։ Եվ թերևս, միայն թերևս, դա է իմաստը։ Ոչ թե պարզապես գոյատևել, այլ ծաղկել, ոչ թե պարզապես հասկանալ, այլ զարմանալ, ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ ապրել։ Մենք ապրում ենք գալակտիկայի հանգիստ թաղամասերում, և դա փրկել է մեզ։ Հիմա ժամանակն է, որ մենք օգտագործենք այդ փրկությունը, ստեղծելու ինչ-որ բան իսկապես արժանի մեր անհավատալի բախտին։ Ուստի, վերջին հարց. ինչ ստեղծելու եք դուք։ Բայց նախքան մենք իսկապես ավարտենք, եկեք խորանանք ավելի մեծ լրջությամբ մեր գալակտիկական տեղի յուրահատկությունների մեջ։ Քանի որ հասկանալով մանրամասներ, մենք ավելի լավ կարող ենք գնահատել, թե որքան բախտավոր ենք մենք իսկապես։ Պատկերացրեք, որ դուք ունեք գալակտիկական անշարժ գույքի գործակալ, և նա ցույց է տալիս ձեզ տարբեր հասցեներ։ Ծիր ճանապարհում։ Եկեք այցելենք այդ տարբեր շրջաններ և տեսնենք, թե ինչու մեր սեփական տեղը այդքան գերազանց է։ Առաջին կանգառ՝ գալակտիկական կենտրոնը։ Այս տարածքը հեռավորությամբ 0-ից մինչև 3000 լույսի տարի կենտրոնական սև խոռոչից ամենաինտենսիվ և ամենաէներգետիկ շրջանն է ամբողջ գալակտիկայում։ Այստեղ աստղերի խտությունը հաստատելի բարձր է։ Յուրաքանչյուր խորանարդային լույսի տարում կարող է լինել 100,000-ից ավելի աստղ։ Համեմատեք սա մեր շրջակայքի հետ, որտեղ նույն ծավալում կա ընդամենը 1 կամ 2 աստղ։ Սա նշանակում է, որ գիշերվա երկինքը կլիներ լուսավորված ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր աստղերով։ Երկինքը երբեք իսկապես մութ չէր լինի։ Գեղեցիկ տեսարան, անշուշտ, բայց այս գեղեցկություն անմիջապես սպանող է։ Աստրոֆիզիկոս Շոշանա Ֆիրնուայսը Օհայոյի պետական համալսարանից 2017-ում վերլուծեց ճառագայթման մակակարդակները գալակտիկական կենտրոնում։ Նրա արդյունքները ցույց տվեցին,
որ ռենտգենյան եւ գամմա ճառագայթումը այստեղ 100 հազարավոր անգամ ավելի ինտենսիվ է, քան մեր շրջակայքում։ Սագիտարիուս A աստղսև խոռոչը մեր գալակտիկայի կենտրոնում զանգվածով 4 միլիոն անգամ ավելի մեծ, քան մեր արեգակը, անընդհատ կուլ է տալիս նյութը եւ արձակում է հզոր ճառագայթման հոսքեր։ Ցանկացած մոլորակ 1000 լույսի տարի հեռավորության վրա այս սև խոռոչից կլուծվեր ճառագայթումից շուրջ մի քանի միլիոն տարվա ընթացքում։ Օզոնային շերտը կոչնչանար։ Դեպի մակերևույթը հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթումը կդառներ մահացու բոլոր կենդանիների համար։ Բայց սա միայն սկիզբն է։ Գալակտիկական կենտրոնում աստղերի խտությունը այնքան բարձր է, որ աստղային մոտ հանդիպումները տեղի են ունենում ամեն մի քանի 10,000 տարին մեկ։ Պատկերացրեք, որ ամեն 50,000 տարին մեկ այլ աստղ անցնում է ձեր արեգակային համակարգից մեկ լույսի տարի հեռավորության վրա։ Յուրաքանչյուր այդպիսի անցումը կխախտեր օրտի ամպը, կուղարկեր հազարավոր կոմետներ դեպի ներքին համակարգը։ Զանգվածային վերացումները կլինեին ոչ թե հազվագյուտ աղետներ, այլ պարբերական իրադարձություններ։ Էվոլյուցիան պարզապես չէր ունենա բավարար ժամանակ վերականգնվելու եւ զարգացնելու բարդ կյանքի ձևեր։ Եվ կա եւս մեկ խնդիր։ Գալակտիկական կենտրոնը նաեւ ամենաակտիվ տարածքն է սուպերնովաների համար։ Խոշոր կարճակյաց աստղերը, որոնք վերջանում են որպես սուպերնովաներ, հաճախ են այստեղ։ Ֆիզիկոս Բրայան Ֆիլդսը Իլինոյսի համալսարանից 2016-ում հաշվարկեց, որ գալակտիկական կենտրոնում սուպերնովաների հաճախականությունը մոտավորապես 1 է ամեն 200 տարին։ Սա 30 անգամ ավելի հաճախ է, քան մեր շրջանում։ Յուրաքանչյուր սուպերնովա արձակում է գամմա ճառագայթների պայթյուն, որը կարող է վտանգավոր լինել 100 լույսի տարի հեռավորության վրա։ Երևակայեք, որ ապրում եք շրջանում, որտեղ ամեն 200 տարին մեկ մի սուպերնովա պայթում է ձեր մոտակայքում։ Կյանքը այնտեղ հնարավոր չէ։ Այժմ տեղափոխվենք մեկ այլ հասցե՝ պարույրաձև ճյուղերիրի կենտրոնները։ Սրանք գիգանտական աստղաձևավորման տարածքներ են, որտեղ գազի եւ փոշու ամպերը անընդհատ փակվում են, ձևավորելու նոր աստղեր։ Աստղագետ Ռոբերտ Քենիկատտը Արիզոնայի համալսարանից 2012-ում վերլուծեց աստղաձևավորման տոկոսները ծիր ճանապարհի տարբեր շրջաններում։ Նա գտավ, որ պարույրաձև ճյուղերի կենտրոնները ունեն աստղաձևավորման տոկոս 10 անգամ ավելի բարձր, քան միջճյուղային տարածությունները։ Սա նշանակում է 10 անգամ ավելի շատ երիտասարդ, կապույտ, զանգվածային աստղեր։ Եվ այդ աստղերը կարճ ապրում են եւ պայթում են որպես սուպերնովաներ։ Պարույրաձև ճյուղերում նաեւ տեղի են ունենում աստղային քամիներ, հզոր նյութական եւ էներգիայի հոսքեր երիտասարդ գերհսկա աստղերից։ Այդ քամիները կարող են լինել այնքան ուժեղ, որ նրանք բառացիորեն փչում են մթնոլորտները փոքր մոլորակներից։ Պատկերացրեք, որ Երկիրը գտնվում էր պարույրաձև ճյուղի կենտրոնում։ Մեր մթնոլորտը, որը պահպանում է ջուրը հեղուկ վիճակում եւ պաշտպանում է մեզ տիեզերական ճառագայթումից, կարող է լինել դանդաղորեն փչված տիեզերք աստղային քամիների միջոցով։ Մի քանի 10 միլիոն տարվա ընթացքում մեր մոլորակը կդառնար անջրային, անոտ ժայռային գնդակ, ինչպես Մարսը, բայց դեռ ավելի վատ։ Եվ հիմա այցելենք երրորդ հասցեն՝ արտաքին եզրերը։ 40,000-ից 50,000 լույսի տարի կենտրոնից։ Սա հակառակ էքստրեմն է։ Այստեղ չափազանց հանգիստ է։ Աստղերի խտությունը շատ ցածր է, նույնիսկ ավելի ցածր, քան մեր շրջանում։ Սուպերնովաները հազվագյուտ են, ճառագայթումը նվազագույն է, հնչում է կատարյալ, ճիշտ է, բայց կա մի խոշոր խնդիր՝ մետալիկությունը։ Աստղագետները օգտագործում են մետալիկություն տերմինը նկարագրելու ջրածնից եւ հելիումից ավելի ծանր տարրերի քանակությունը, եւ արտաքին եզերում մետալիկությունը շատ ցածր է։ Աստրոքիմիկոս Դավիթ Նիտևերը ազգային օպտիկական աստղադիտարանից 2014-ում ուսումնասիրեց քիմիական կազմը արտաքին ծիր ճանապարհում։ Նա հայտնաբերեց, որ այնտեղ ծանր տարրերի քանակությունը միջինում 20 անգամ ավելի ցածր է, քան մեր շրջանում։ Սա նշանակում է, որ ժայռային մոլորակների, ինչպիսին Երկիրն է, ձևավորումը շատ ավելի դժվար է։ Մեծ մասը մոլորակները այնտեղ կլինեին գազային, ինչպես Յուպիտերը, կամ սառույցային, ինչպես Պլուտոնը։ Նույնիսկ եթե ժայռային մոլորակ ձևավորվեր, դրա քիմիական բաղադրությունը կլիներ աղքատ, շատ քիչ երկաթ շենքերի համար, շատ քիչ ծծումբ եւ ֆոսֆոր կենդանի օրգանիզմների համար։ Կյանքը, եթե երբևէ ծագեր, կլիներ էքստրեմալ, պարզ եւ սահմանափակված։ Այժմ համեմատեք այս 3 հասցեները մեր սեփականի հետ։ Մենք գտնվում ենք Օրիոնի ճյուղում,
35,000 լույսի տարի կենտրոնից։ Ոչ թե կենտրոնում, որտեղ ճառագայթում ինտենսիվ է եւ աստղերը խիտ, ոչ թե պարույրաձև ճյուղի կենտրոնում, որտեղ սուպերնովաները հաճախ են եւ աստղային քամիները ուժեղ, ոչ թե արտաքին եզրերում, որտեղ ծանր տարրերը սակավ են, այլ հենց Goldilocks գոտում, որտեղ ամեն ինչ ճիշտ է։ Բավարար ճառագայթման պաշտպանություն, բավարար աստղային մեկուսացում, բավարար քիմիական բազմազանություն։ Մեր հասցեն իդեալական է, բայց այստեղ կա մի բան, որը դեռ ավելի հետաքրքիր է։ Մեր տեղը ոչ միայն ներկայումս անվտանգ է, այն նաև ունի պատմություն անվտանգության։ Աստղագետ Դոնալդ Շնայդերը Թոլեդոյի համալսարանից 2019 պատահին վերականգնեց մեր արեգակի ուղին ծիր ճանապարհում վերջին 5 միլիարդ տարվա ընթացքում։ Նա օգտագործեց գալակտիկական դինամիկայի մոդելներ եւ արագ աստղերի դիտարկումներ, հետադարձելու մեր պատմական ուղեծիրը։ Նրա արդյունքները բացահայտեցին, որ մենք գրեթե միշտ մնացել ենք միջճյուղային հանգիստ գոտում։ Մենք երբեք չենք անցել գալակտիկական կենտրոնի վտանգավոր մոտակայքով։ Մենք երբեք չենք հատել պարույրաձև ճյուղի ամենախիտ կենտրոնները։ Մեր ողջ գոյության ընթացքում, մեր արեգակային համակարգի ամբողջ պատմության ընթացքում մենք մնացել ենք անվտանգ։ Սա անհավատալի բախտավորություն է, կամ գուցե դա ոչ թե բախտավորություն է, այլ սելեկցիայի էֆեկտ։ Միայն այն անաստղային համակարգերը, որոնք պատահում է ունենան այս տեսակի կայուն, անվտանգ պատմություն, կարող են զարգացնել բարդ կյանք։ Մյուսները, որոնք ավելի քաոտիկ ուղեծրեր ունեն, պարբերաբար խախտվում են աղետներից, եւ կյանքը չի հասցնում զարգանալ բարդության այն մակարդակին, որը անհրաժեշտ է գիտակցության համար։ Ուստի, երբ մենք նայում ենք տիեզերք եւ հարցնում, որտեղ են բոլորը, գուցե պատասխանը պարզապես այն է, որ մեծ մասը տեղերում կյանքը սկսվում է, բայց շարունակական աղետների պատճառով երբեք չի հասնում այն կետին, որտեղ այն կարող է կառուցել տեխնոլոգիա եւ ուղարկել ազդանշաններ տիեզերք։ Արդյոք դուք երբևիցե մտածել եք, թե քանի քաղաքակրթություններ կարող էին սկսվել մեր գալակտիկայում միայն այն բանի համար, որ կտրվեն մի անսպասելի սուպերնովայից, կամ մի աստղային մոտեցումից, կամ մի գամմա ճառագայթման պայթյունից։ Թվերը կարող են լինել հուսահատական, բայց այս հանգամանքը պետք է մեզ դարձնի ավելի երախտապարտ մեր սեփական բախտի համար եւ ավելի որոշված պահպանել այն, ինչ մենք ունենք։ Հիմա եկեք խոսենք մի այլ ասպեկտի մասին, որը հազվադեպ է քննարկվում։ Մեր գալակտիկական տեղը ազդում է ոչ միայն մեր ֆիզիկական անվտանգության վրա, այլև մեր կարողության վրա դիտելու տիեզերքը։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Մեր տեղը ազդում է նրա վրա, թե ինչ մենք կարող ենք տեսնել եւ իմանալ տիեզերքի մասին։ Եվ այստեղ մենք կրկին բախտավոր ենք։ Պատկերացրեք, որ դուք ապրում էիք գալակտիկական կենտրոնում։ Երկինքը լի կլիներ միլիոնավոր աստղերով, այնքան լուսավոր, որ գիշերային երկինքը երբեք իսկապես մութ չէր լինի։ Բայց դուք երբեք չէիք տեսնի այն, ինչ մենք տեսնում ենք։ Փոշին եւ գազը, որոնք խիտ են գալակտիկական կենտրոնում, կարգել էին նայել դեպի մեր սեփական գալակտիկայի արտաքին մասերը։ Դուք չէիք տեսնի պարույրաձև ճյուղերի կառուցվածքը։ Դուք չէիք հասկանա, որ ապրում եք պարույրաձև գալակտիկայում։ Եվ դուք շատ դժվարությամբ կարող էիք տեսնել այլ գալակտիկաներ։ Լույսն այլ գալակտիկաներից կլիներ խիստ թուլացված փոշու եւ գազի միջոցով անցնելիս։ Աստրոնոմ Ավրահամ Լոեբը Հարվարդի համալսարանից 2011-ում գրեց հոդված, որտեղ քննարկեց, թե ինչպես է գալակտիկական տեղը ազդում տիեզերքի դիտելիության վրա։ Նա վերլուծեց, թե ինչպիսի տեսողական դաշտ կունենար քաղաքակրթությունը տարբեր գալակտիկական տարածքներում։ Նրա եզրակացությունը՝ մենք միջճյուղային տարածությունում ունենք գրեթե օպտիմալ տեսողական դաշտ։ Մենք կարող ենք տեսնել մեր սեփական գալակտիկայի կառուցվածքը։ Մենք կարող ենք դիտել այլ գալակտիկաներ մինչև հսկայական հեռավորություններ։ Մենք կարող ենք ուսումնասիրել տիեզերքի մեծ մասշտաբի կառուցվածքը։ Այս գիտելիքը, որը մենք հավաքել ենք վերջին 100 տարվա ընթացքում մեր գալակտիկայի եւ տիեզերքի մասին, հնարավոր չէր լինի, եթե մենք ծնվել էինք այլ տեղում։ Սա բերում է հետաքրքիր փիլիսոփայական հարցի։ Արդյոք կա կապ մեր կարողության միջև դիտելու տիեզերքը եւ մեր կարողության միջև գոյատևելու որպես տեսակ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այո։ Նրանք ասում են, որ մեր տեղը օպտիմալ է երկու առումով։ Այն անվտանգ է կյանքի համար եւ այն նաեւ տալիս է մեզ պարզ տեսողություն տիեզերքի։ Սա հայտնի է որպես գալակտիկական բնակեցվող գոտու եւ կոսմիկ պայծառության կորելյացիա։ Տեղերը, որոնք ամենաանվտանգն են կյանքի համար,
նաև տալիս են լավագույն տեսողությունը տիեզերքի։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև հասկանալը տիեզերքի մեր մասին գուցե անհրաժեշտ փուլ է մեր զարգացման մեջ։ Քաղաքակրթությունը, որը չի կարող դիտել և հասկանալ իր տիեզերական համատեքստը, կարող է երբեք չզարգացնել տեսությունները, որոնք անհրաժեշտ են միջաստղային ճամփորդությունների համար։ Նրանք կմնան հավերժ սահմանափակված իրենց տուն աստղային համակարգում, երբեք չիմանալով, որ կա ավելի մեծ տիեզերք այնտեղ։ Բայց մենք, մեր բախտավոր տեղում, կարող ենք տեսնել։ Մենք կարող ենք հասկանալ, և գուցե այդ հասկացումը կտա մեզ գիտելիքները և մոտիվացիան, որոնք անհրաժեշտ են հասնելու դեպի աստղերը։ Հիմա եկեք խոսենք մի բանի մասին, որը շատ անձնական է։ Ինչպես պետք է փոխի այս ամենը ձեր տեսակետը կյանքի մասին։ Երբ դուք արթնանում եք առավոտյան և սկսում ձեր օրը, ինչպես պետք է ազդի ձեր վրա գիտելիքը, որ դուք ապրում եք գալակտիկական օազիսում, հազվագյուտ անկյունում անհամար մեծության։ Կարծում եմ, որ այն պետք է ազդի երկու ուղղությամբ միաժամանակ։ Մի կողմից այն պետք է մեզ դարձնի ավելի համեստ։ Մենք շատ փոքր ենք, մեր մոլորակը ատոմ է օվկիանոսում։ Մեր կյանքերը, մեր հոգսերը, մեր կոնֆլիկտները, բոլորն ու բոլորը տեղի են ունենում այս անհավատալի փոքր տարածության մեջ։ Երբ դուք իսկապես ներառում եք այս փաստը, շատ բաներ, որոնք մենք պահում ենք կարևոր, սկսում են թվալ ավելի քիչ կարևոր։ Այն հերթական աշխատանքային սթրեսը, այն փոքրիկ սոցիալական կոնֆլիկտը, այն անհանգստությունը, թե ինչ են մտածում մարդիկ ձեր մասին։ Տիեզերական հեռանկարից նայելիս սրանք բոլորը կարծես անկարևոր են, բայց միևնույն ժամանակ այս գիտելիքը պետք է մեզ դարձնի ավելի պատասխանատու, որովհետև թեև մենք փոքր ենք, մենք նաև բացառիկ ենք։ Տիեզերքը տվել է մեզ մի անհավատալի նվեր, այս իդեալական տեղը, այս կատարյալ պայմանները, և դա հետ մեզ բերում է հարցին. ինչ ենք մենք անելու դրանով։ Յուրաքանչյուր ընտրություն, որը մենք անում ենք, անհատական և հավաքական մակարդակով, նպաստում է մարդկության երկարաժամկետ ճակատագրին։ Յուրաքանչյուր գործողություն, որը պահպանում է մեր շրջակա միջավայրը, արժե։ Յուրաքանչյուր ջանք խաղաղության և համագործակցության ուղղությամբ կարևոր է։ Յուրաքանչյուր ներդրում ուսուցության և գիտության մեջ նպաստում է մեր ապագային։ Աստրոբիոլոգ Սառա Սիջեր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից 2019 պատահին ասաց մի հարցազրույցում. Երբ դուք գիտակցում եք, թե որքան հազվագյուտ և թանկարժեք է մեր մոլորակը, երբ դուք հասկանում եք, որ մենք հավանաբար միակ տեղն ենք միլիարդավոր կիլոմետրերի շառավղում, որտեղ կյանքը գոյություն ունի, այն փոխում է ամեն ինչ։ Դուք չեք կարող շարունակել վարվել, կարծես թե մենք ունենք պահուստային մոլորակ։ Մենք չունենք։ Նրա խոսքերը պարզ են, բայց խորը։ Մենք չունենք պլան B։ Այս մոլորակը, այս մթնոլորտը, այս կենսոլորտը, սա այն ամենն է, ինչ մենք ունենք։ Եվ մենք պետք է պահպանենք այն։ Բայց հիմա եկեք խոսենք ավելի լավատես ապագայի մասին։ Ենթադրենք, որ մենք հաջողում ենք։ Ենթադրենք, որ մենք լուծում ենք մեր անմիջական խնդիրները՝ կլիմայական փոփոխություն, միջուկային սպառնալիքներ, պանդեմիաներ։ Ենթադրենք, որ մենք կառուցում ենք կայուն, խաղաղ, գլոբալ քաղաքակրթություն։ Ինչ է գալիս հետո։ Պատասխանը՝ աստղերը։ Բայց ինչպես մենք կտարածվենք դեպի աստղերը, երբ նրանք այդքան հեռու են։ Մոտակա աստղը Պրոքսիմա Կենտավրին գտնվում է 4.26 լույսի տարի հեռավորության վրա։ Ժամանակակից տիեզերանավերով, որոնք շարժվում են մոտավորապես 100,000 կմ/ժ, այդ ճամփորդությունը կտևեր մոտավորապես 40,000 տարի։ Բացահայտորեն, մենք պահանջում ենք ավելի արագ տիեզերանավեր։ Ֆիզիկոս Մայ Ջեմիսոնը, նախկին ՆԱՍԱ-ի աստղագնաց, հիմնադրեց 100 տարվա տիեզերանավ նախագիծը 2011-ում։ Այս նախագծի նպատակն է մշակել տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են միջաստղային ճամփորդությունների համար հաջորդ 100 տարիների ընթացքում։ Մի քանի հավանական տեխնոլոգիաներ կան սկսելու միջաստղային ճամփորդություններ։ Առաջինը միջուկային պուլսացիոն շարժիչներ, որոնք օգտագործում են փոքր միջուկային պայթյունները մղելու տիեզերանավը։ Երկրորդը իոնային շարժիչներ, որոնք արագացնում են լիցքավորված մասնիկներ անհավատալի բարձր արագություններով։ Երրորդը լույսի առագաստ, որը օգտագործում է աստղերի կամ լազերների լույսի ճնշումը շարժելու տիեզերանավը։ Յուրաքանչյուր այս տեխնոլոգիաների ունի իր առավելությունները և դժվարությունները, բայց ոչ մեկը դրանցից չի խախտում ֆիզիկայի օրենքները։ Դրանք տեխնիկապես դժվար են, բայց ոչ անհնար։ Ֆիզիկոս Ֆիլիպ Լուբինը Կալիֆոռնիայի համալսարանից Սանտա Բարբարայում 2016-ում առաջարկեց հայեցակարգ, որը կոչվում է ֆոտոնային տաբատ։
Նրա իդեան օգտագործել է հզոր լազերային զանգվածներ երկրի վրա, հրելու փոքրիկ թեթև տիեզերանավեր դեպի մոտակա աստղերը։ Այս տիեզերանավերը, որոնք կարող են լինել ոչ ավելի մեծ, քան ձեռքի ափի չափը, կկարողանան հասնել արագության մինչև 20% լույսի արագությունից։ Այդ արագությամբ նրանք կկարողանան հասնել Պրոքսիմա Կենտավրի ընդամենը 20 տարվա ընթացքում։ Սա դեռ երկար է, բայց այն իրատեսելի է մեկ մարդու կյանքի ընթացքում։ Բայց այստեղ կա մեկ այլ մոտեցում, որը ավելի ռեալիստիկ է առաջիկա մի քանի դարերում։ Սերունդների տիեզերանավեր։ Սրանք հսկայական, ինքնաբավ տիեզերանավեր կլինեին, որոնք տանում են ամբողջ համայնքներ մարդկության։ Տիեզերանավը կլիներ բավականաչափ մեծ, ապահովելու արհեստական գրավիտացիա պտույտի միջոցով։ Այն կունենար փակ էկոլոգիական համակարգեր, վերագործել օդը, ջուրը, սնունդը։ Եվ ամենակարևորը, այն կտաներ սերունդների համար բավարար մարդիկ։ Առաջին սերունդը կսկսեր ճամփորդությունը։ Նրանց երեխաները կծնվեին եւ կմեծանային տիեզերանի վրա, եւ նրանց երեխաները։ Եվ այդպես շարունակ, մինչև վերջապես հարյուրավոր կամ հազարավոր տարի հետո նրանց հետնորդները կհասնեին նպատակակետ աստղային համակարգը։ Աստղագետ Ռոբերտ Զուբրինը պիոներ աստրոնաուտիկայի կազմակերպությունից 2012-ում գրեց գիրք «Դեպի Մարս դեպը», որտեղ նա քննարկեց ոչ միայն Մարսի գաղութավորումը, այլև ավելի երկար միջաստղային մարգերը։ Նա պնդում էր, որ սերունդների տիեզերանավերը տեխնիկապես հասանելի են մեր ներկայիս տեխնոլոգիայի մակարդակով, եթե մենք ունենայինք քաղաքական կամքը եւ ռեսուրսները։ Հիմնական խնդիրը ոչ թե ինժեներական է, այլ հոգեբանական եւ սոցիալական։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել համայնք, որը պատրաստ է սկսել ճամփորդություն, գիտակցելով, որ նրանք երբեք չեն տեսնի նպատակակետը։ Միայն նրանց հեռավոր սերունդները կտեսնեն։ Սա պահանջում է մտածողության մի փոխուձանյան։ Մենք պետք է սովորենք մտածել սերունդներով, ոչ թե տասնամյակներով։ Մենք պետք է սովորենք արժեքել ապագան այնպես, ինչպես արժեքում ենք ներկան։ Եվ սա իսկապես կարող է լինել ամենադժվար մարտահրավերը։ Բայց եթե մենք կարողանանք անել դա, եթե մենք կարողանանք զարգացնել այդ երկարաժամկետ տեսակետը, ապա միջաստղային ճամփորդությունը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի։ Եվ երբ մենք հասնենք այլ աստղերի, երբ մենք սկսենք կառուցել գաղութներ այլ համակարգերում, մենք կդառնանք իսկապես բազմաաստղային տեսակ։ Մեր սերունդները կտարածվեն ողջ մեր գալակտիկական հանգիստ գոտում։ Եվ հնարավոր է, որ երբ մենք արած ենք բավականաչափ զարգացած, մենք կհանդիպենք այլ քաղաքակրթությունների, որոնք նույնպես տարածվել են իրենց հանգիստ գոտիներում։ Ինչ կասենք նրանց։ Ինչ կսովորենք նրանցից։ Սա հարցեր են, որոնք մենք չենք կարող պատասխանել հիմա, բայց դրանք հարցեր են, որոնք արժե մտածել։ Գիտեք, թե ինչն է ամենահրաշալիը այս բոլոր ապագա սցենարների մասին։ Դրանք բոլորը սկսվում են այստեղից, հիմա, ձեզնով եւ ինձնից։ Յուրաքանչյուր մարդ, ով կարդում է գիտություն, ով ուսումնասիրում է ինժեներություն, ով աշխատում է էկոլոգիայի վրա, ով քարոզում է խաղաղությունը, նպաստում է այս ապագային։ Մարդկության դարձը բազմաաստղային տեսակի չի սկսվի մի քանի դար հետո տիեզերական բազայից։ Այն սկսվում է հիմա, երկրի վրա, մեր տներում, մեր դպրոցներում, մեր համայնքներում։ Այն սկսվում է այն ընտրություններով, որոնք մենք անում ենք ամեն օր։ Հիմա, երբ մենք գտնվում ենք մեր ճամփորդության վերջին մոտ, ես ուզում եմ, որ դուք անեք մի փորձարկում։ Այս գիշեր, երբ դուք գնում եք դուրս, նայեք վեր դեպի աստղերը։ Փնտրեք ծիր ճանապարհը, այդ թույլ, գալարի նման շերտը, որը տարածվում է երկինքով։ Իմացեք, որ յուրաքանչյուր լույսի կետ, որը դուք տեսնում եք, աստղ է։ Եվ գիտեք, որ որտեղ որ այդ աստղերի մեջ գտնվում է մեր արեգակը, միջին չափերի, միջին պայծառության դեղին աստղ։ Եվ շուրջ այդ աստղի պտտվում է մեկ կապույտ մոլորակ, որի մակերևույթին 8 միլիարդ մարդիկ ապրում են իրենց կյանքերը։ Եվ հիմա մտածեք դրա մասին։ Այդ մոլորակը, մեր երկիրը, գտնվում է հենց ճիշտ տեղում։ Ոչ թե չափազանց մոտ գալակտիկական կենտրոնին, ոչ թե չափազանց հեռու, ոչ թե խիտ աստղային կլաստերում, ոչ թե բանկոգաղութի փոշոտ ամպերում, այլ հենց Գոլդիլոքս գոտում, որտեղ ամեն ինչ ճիշտ է կյանքի համար։ Եվ այդ բախտավորությունը, այդ անհավատալի հազվագյուտ պատահականությունը հանգեցրել է ձեզ, ձեր գոյությանը, ձեր գիտակցությանը, ձեր կարողությանը նայել վեր դեպի աստղերը եւ հրաշանալ։ Սա մեզ բերում է վերջին ամենախորը հարցին։
Ինչ է իմաստը այս ամենի։ Ինչու տիեզերքը ստեղծեց այդ հանգիստ գոտիները։ Ինչու կյանքն առաջացավ։ Ինչու գիտակցությունը ծագեց։ Ես չեմ կարծում, որ մենք երբևէ կունենայինք վերջնական պատասխան այդ հարցերին, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել իմաստ մեր սեփական գոյության մեջ։ Եվ այդ իմաստը, կարծում եմ, կապված է ըմբռնման, ստեղծման, կապվածության հետ։ Մենք այստեղ ենք հասկանալու համար։ Հասկանալու մեր տեղը տիեզերքում, հասկանալու օրենքները, որոնք կառավարում են իրականությունը, հասկանալու գեղեցկությունը, բարդությունը, հրաշքը գոյության։ Մենք այստեղ ենք ստեղծելու համար։ Ստեղծելու արվեստ, երաժշտություն, գրականություն, ստեղծելու գիտություն, տեխնոլոգիա, համակարգեր, ստեղծելու նոր ուղիներ գոյության, նոր ձևեր գիտակցության։ Եվ մենք այստեղ ենք կպապվելու համար, կապվելու միմյանց հետ, մեր մոլորակի հետ, ավելի մեծ տիեզերքի հետ, ճանաչելու համար, որ մենք բոլորս մաս ենք ինչ-որ անհամեմատ ավելի մեծի, քան մեր անհատական ինքնությունները։ Եվ գուցե, միայն գուցե, սա է պատասխանը Ֆերմի պարադոքսին։ Գուցե տիեզերքը լի է կյանքով, բայց մեծ մասը այդ կյանքի երբեք չի հասնում այն կետին, որտեղ այն կարող է արձակել ռադիոազդանշաններ կամ կառուցել տիեզերական նավեր։ Գուցե մեծ զտիչը իրական է, և մեծ մասը քաղաքակրթությունների մահանում են նախքան այն, երբ նրանք դառնում են բազմաաստղային։ Բայց մի քանիսը, հազվագյուտները, բախտավորները, անցնում են, եմ, և գուցե մեզ հարկավոր է լինել այդ բախտավորներից մեկը։ Մեզ տրվել է գալակտիկական օազիս, կատարյալ տեղ, կատարյալ ժամանակ։ Հարցը այժմ դա է. ինչ ենք մենք անելու այն։ Ես հուսով եմ, որ պատասխանը կլինի, որ մենք կգնահատենք այն։ Մենք կպահպանենք մեր մոլորակը։ Մենք կկառուցենք կայուն, խաղաղ քաղաքակրթություն։ Մենք կսովորենք համագործակցել որպես տեսակ։ Եվ երբ մենք պատրաստ ենք, մենք կտարածվենք դեպի աստղերը, ոչ որպես նվաճողներ, այլ որպես ուսումնասիրողներ, փնտրողներ, զարմանողներ։ Մենք կտանենք մեզ հետ լավագույն հատկանիշները մարդկության, մեր հետաքրքրասիրությունը, մեր ստեղծագործականությունը, մեր կարեկցությունը, թյունը, և մենք կթողնենք ետևում մեր ամենավատ հատկությունները, մեր ագահությունը, մեր բռնությունը, մեր կարճատես սահմանափակվածությունը։ Սա հնարավոր է։ Ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ այն արժե փորձելը, քանի որ այլընտրանքը չափազանց ողբերգական է մտածելու համար։ Տիեզերքը տվել է մեզ անհավատալի նվեր։ Եկեք ապահովենք, որ մենք չենք վատնում այն։ Ուստի, երբ դուք դուրս եք գնում այս գիշեր և նայում դեպի աստղերը, հիշեք, որ դուք ապրում եք գալակտիկայի հանգիստ թաղամասերում։ Հիշեք, որ այդ տեղը փրկել է ձեզ, ձեր ծնողներին, ձեր նախնիներին, բոլոր կյանքին երկրի վրա։ Հիշեք, որ դուք ունեք պատասխանատվություն։ Պատասխանատվություն պահպանելու այս նվերը, պատասխանատվություն օգտագործելու այն իմաստությամբ, պատասխանատվություն հանձնելու այն հաջորդ սերունդներին ավելի լավ վիճակում, քան մենք ստացանք այն։ Եվ երբ դուք նայում եք այդ աստղերը, հարցրեք ձեզ. որոնց մեջ կան այլ կյանքի ձևեր, այլ գիտակցություններ, այլ քաղաքակրթություններ։ Արդյոք նրանք նույնպես ապրում են իրենց հանգիստ գոտիներում։ Արդյոք նրանք նույնպես նայում են վեր դեպի իրենց երկինքը և հարցնում նույն հարցերը։ Եվ գուցե, միայն գուցե, մի օր մենք կհանդիպենք նրանց, և երբ մենք անենք դա, մենք կկարողանանք կիսել մեր պատմությունները, ասել նրանց, թե ինչպես մենք եկանք այնտեղից, ինչպես մենք գտանք մեր ճանապարհը գալակտիկական հանգիստ գոտում, ինչպես մենք սովորեցինք գնահատել մեր տեղը, և ինչպես, վերջապես, մենք հասանք դեպի աստղերը։ Մինչ այդ, մենք ունենք աշխատանք, շատ աշխատանք, բայց այն աշխատանքն է, որը արժե անելը, քանի որ այն աշխատանքն է ստեղծելու ապագա, որտեղ մարդկությունը ոչ միայն գոյատևում է, այլև ծաղկում է։ Ապագա, որտեղ մեր սերունդները լցնում են աստղերը։ Ապագա, որտեղ կյանքը, գիտակցությունը, զարմանքը տարածվում են ամբողջ տիեզերքում, դարձնելով այն ավելի հարուստ, ավելի բարդ, ավելի գեղեցիկ։ Այսպիսով, վերջին հարցսը ձեզ. դուք ապրում եք գալակտիկայի հանգիստ թաղամասերում, այդ տեղը փրկել է ձեզ։ Ինչ եք դուք անելու այդ փրկության հետ։ Ինչպես եք դուք օգտագործելու ձեր բախտավորությունը։ Ինչպիսին է ձեր նպաստը լինելու մարդկության մեծ ճամփորդության մեջ։ Պատասխանը կախված է ձեզանից, բայց իմացեք սա. անկախ նրանից, թե ինչ ընտրեք դուք ապրում եք կարևորագույն ժամանակում։
Դուք ապրում եք այն պահին, երբ մարդկությունը որոշում է իր ճակատագիրը։ Դուք ապրում եք այն սերնդում, որը կորոշի, թե արդյոք մենք կանցնենք մեծ զտիչը եւ կդարարմանք բազմաաստղային տեսակ, թե կընկնենք մեր սեփական սկզբանսկզբունքների զող։ Սա չի նշանակում, որ դուք պետք է լինեք սուպերհերոս կամ փրկել աշխարհը միայնակ, բայց դա նշանակում է, որ յուրաքանչյուր ձեր ընտրություն կարևոր է։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ընտրում եք գիտակցաբար սպառել ավելի քիչ, դուք նպաստում եք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ուսուցանում եք ինչ-որ մեկին կամ սովորում ինչ-որ բան, դուք նպաստում եք։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք ընտրում եք համագործակցությունը պայքարի փոխարեն, խաղաղությունը բռնության փոխարեն, դուք նպաստում եք։ Այս փոքր գործողությունները, բազմապատկվելով միլիարդավոր մարդկանցից, կստեղծեն ալիք, որը կարող է փոխել աշխարհը։ Ուստի, ապրեք ձեր կյանքը գիտակցաբար, սիրեք ձեր սիրելիներին, հոգացեք ձեր համայնքի մասին, աշխատեք ընդհանուր բարիքի վրա։ Եվ երբեմն, երբ դուք ունեք պահ, նայեք վեր դեպի աստղերը եւ հիշեք, որ դուք մաս եք ինչ-որ անհամեմատ ավելի մեծի։ Հիշեք, որ ձեր գոյությունը հրաշք է։ Հիշեք, որ դուք ապրում եք գալակտիկայի հանգիստ թաղամասերում եւ այդ տեղը փրկել է ձեզ։ Շարունակեք նայել վեր, շարունակեք հարցնել, շարունակեք զարմանալ, քանի որ այդ զարմանքը, այդ հետաքրքրասիրությունը, այդ անվերջ ցանկությունը հասկանալու համար սրանք են հատկությունները, որոնք դարձրին մեզ մարդկային, եւ սրանք են հատկությունները, որոնք կտանեն մեզ դեպի աստղերը։ Տիեզերքն անվերջ է, հնարավորությունները անսահման են, եւ դուք, ահա այստեղ, հենց հիմա, այս կրիտիկական պահին, ունեք հնարավորություն ազդել նրա վրա, թե ինչ է գալու հետո։ Մի վիվատնեք այն, դարձրեք ձեր կյանքը նշանակալից, ստեղծեք ինչ-որ բան գեղեցիկ, թողեք աշխարհը ավելի լավ, քան գտաք այն։ Եվ մի օր, հազարավոր տարիներ ապագայում, երբ մարդկության սերունդները ապրում են բազմաթիվ աստղային համակարգերում ողջ մեր գալակտիկական հանգիստ գոտում, նրանք կնայեն հետ մեր ժամանակը, եւ նրանք կասեն. այն ժամանակ մարդիկը, մեր նախնիները, նրանք հասկացան։ Նրանք գիտեին, որ ապրում են գալակտիկայի հանգիստ թաղամասերում։ Նրանք գիտեին, որ այդ տեղը փրկել էր նրանց, եւ նրանք ընտրեցին իմաստությամբ օգտագործել այդ նվերը։ Նրանք ընտրեցին փրկել իրենց ինքնըստինքյան, եւ դրանով նրանք բացեցին դռներ դեպի աստղերը մեզ համար, նրանց սերունդների համար։ Մենք գոյանում ենք, որովհետև նրանք ընտրեցին ճիշտ։ Դա թողեք լինի ձեր ժառանգությունը։ Դա թողեք լինի մեր ժառանգությունը։ Մեր սերունդի, որը հասկացավ իր տեղը տիեզերքում եւ ընտրեց գործել ըստ այդ գիտելիքի։ Վերջին անգամ նայեք վեր դեպի աստղերը։ Դրանք սպասում են։